ասում եմ հիմա դուք ուզում եք ասեք, որ Յանկիլը սոված է։ Ու ես պետքա պիցցա բերեմ, ու եթե չբերեմ, Յանկիլը սոված է մնալու։ Ասում են դե դուրս է գալիս, որ հա։ Rearrange day որ անում ենք, օրինակ շատ են հարցնում, միանգամից բոլորի հարցին պատասխանեմ, չի նկարահանվել ու եթե ապագայում էլի անենք, մեկը չի նկարահանվելու, որովհետև ինչ որ բաներ ինձ թվում է պետք է օֆլայն լինի։ Ես իմ կյանքում ամենակարևոր մարդկանց իմ կնոջից մինչև իմ ընկերներ գտել եմ մյուզիկի միջոցով։ Այսինքն մենք նույն երաժշտական ճաշակն ենք կիսել ու ինքը ահա որ կարևոր է մեր համար էլի։ Դու հիշում ես իր համերգի Երևանում։ Հա, ես թռել եմ ջուրը Իրանը կպել եմ։ Լուրջ ես ասում, որ ձեռով ես կպել։ Չեմ հիշում, բայց News-ում նկարները կար այն ժամանակ Mother Carey տնօրենն է։ Աշխատողներս այդ նկարները News-ում տեսել են ու ասում են մեր տնօրենը գիժը։ Փորձ ցույց տվեց, որ 18 տարի հաջորդականորեն անընդհատ consistently աշխատելով այդ դրա վրա դու գալիս հասնում ես ինչ որ մի հատ հետաքրքիր կետի։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդքասթի հյուրն է Վարդգես Հովեյանը։ Վարդգեսը Կարազ գինիների վաճառքի եւ մարքեթինգի տնօրենն է եւ Fairwind եւ 3 շիշ գինի խմբերի հիմնադիրը։ Վարդգեսի հետ խոսել ենք երաժշտությունից, ստեղծագործելուց, 90-ականների հետաքրքիր գովազդները հիշեցինք, խոսել ենք սպորտից, առողջ ապրելակերպից, Արարատից, նոր տեխնոլոգիաներից ու այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Ամեն ինչի մասին հասցրեցինք խոսենք։ Դες որ բաժանորդագրվեք, սեղմեք լայք կոճակը եւ եթե հավանում եք այն ինչ որ մենք անում ենք, մեր ոդքասթին ֆինանսապես կարող եք աջակցել Patreon-ի միջոցով։ Շատ շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր դա արդեն անում են։ Գնացինք։ Լավ ես։ Լավ, դու։ Լավ, մերսի։ Վարվել ես։ Հա, այսօր շենքի կտուրին կլիպ ենք նկարում, արևի տակ։ Remake ենք արել նոր Հայկոյի վերևնա, տենց երկար պատրաստում ենք այդ կլիպի նկարահանմանը, Wood Center-ում մի հատ ֆանտաստիկ կտուր կա, շատ երկրաչափական տենց հետաքրքիր սարքած, կլիպ ենք նկարում արևի տակ առավոտից, բայց գոհ եմ։ Գրեմ չերքսը։ Ես դες ոնց է իմոց սենց հələ որ արև չի ու հետո ռեսկի ամառա, այսինքն ես այդ արանքը չեմ կարողանում բռնեմ երբեք, դրա համար մեկ-մեկ ոնց որ իմ աղջիկն է ասում, հագնվում եմ նիպա պագոդի։ Հա, հասկացա։ Ես այնօր գնացել եմ դեղատուն, ասում եմ ինձ բան տվեք, արևի կրեմ տվեք, բայց որ մի 6 ժամ պայի։ Պիպետ կատավին։ Ես աղջիկին ասում եմ ինչի համար, ասում եմ դե հեծանիվ եմ քշելու, ասում եմ 6 ժամ, ասում եմ հա։ Այնց չհավատաս պիպետ կատվեց։ Շատ լավն է։ Ես մանկուց ատել եմ այդ բոլոր տեսակի կրեմերը։ Միշտ ես իմ համար շատ լուրջ struggle է այդ կրեմերը քսելը, բայց դե չգիտեմ, լսի, չեմ սիրել երբեք էլի այդ իր տեքստուրան դուրս չի գալիս էլի։ Ինչ հետաքրքիր թեմա է, չէ՞, խոսքով կրեմերից։ Պապան մեռավ ինչից, բան, մաշկիրակից խի, որտեվ կրեմից տեքստուրա չէր սիրում։ Շատ բծախնդիր է, էլի։ Հա, չնայած շատ տղամարդիկ կան, որ պրինցիպալ ոչ մի բան չեն քշում։ Չէ, այնց չի, որ ես չեմ քսում, որտեվ ինչ որ տղամարդ կա ինչի դա։ Ուղղակի չեմ սիրում կրեմեր, բայց անհրաժեշտ, երբ որ անհրաժեշտ է քսում եմ, հիմա ինչ անենք, չեմ սիրում, բայց հետո ավելի դժվար է լինում էլի այդ։ Ինքը որ սևան էր գրում, հետո տնեցիկ վրա այդ մածուն էին քսում, դա դառը հիշողություններից։ Ես եթե չքսեմ, պրոստը բան կլինեմ էլի, տենց կմեռնել են, օրինակ այսպես տարբերությունը զգա։ Այստեղ այդ ժամը սա կապած, դու գույների տարբերությունը որ տնես, ցույց տամ։ Ինձ թվում է հայերի այդ lactose intolerance-ը այդ սևանում վառվելուց հետո մածուն քսվելուց է, էլի սկսել, այսինքն նախապատմությունը տեղից է գալիս։ Կարող է, բայց իրական մարկության այտենց ահագին մեծ կտոր կատնամթերք չի կարելի, բայց դե մեկ ուտում ենք։ Դե հա, որտեվ համեղ է ու ինչ որ մթերքներ կան, որոնք կոնկրետ մարդիկ սիրում են, էլի, չգիտեմ, պանիրը կլինի, մյուսը կլինի, դրանք միշտ ինչ որ հետաքրքիր experience-ով
վեն համադրված էլի, չգիտեմ, գինի եւ բանը իրական։ Չգիտեմ, ինչ որ տարբեր տենց բաներ։ Բայց այս վերջերս այդ թեմով ենք խոսում, գիտես, որ մենք ուտելիքի մասին շատ ենք խոսում։ Մարդիկ էլի, մենակ հայերը չէ, օրինակ ուրիշ կուլտուրաների մեջ կա։ Ու շատ բան համեմատում ենք, օրինակ ուտելիքի կամ խմիչքի հետ։ Օրինակ ասում ենք, չգիտեմ, էսի մի հատ կապուչինոյի գինը կամ մի բաժին խորովածի գինը կամ այսքան կերանք կամ լավ մարդուն, որ ասում են ուտող խմող մարդա։ Լսի, գիտես, իրականում ինձ թվում է, որ մենք այս ալգորիթմների դարում ուզում ենք հետ գանք ինչ-որ ռիտուալներին։ Ռիտուալներից ամենահին ռիտուալներից մեկը դա իրար հետ կերակուր կիսելն է, հա, եղել, ուտելիք կիսելն է եղել, ու մարդիկ դրա մասին խոսալուց ուզում են ոնց որ ստեղծեն այդ ռիտուալնից, այսինքն այդ ավանդույթին հետ գան, հա։ Հիմա ոնց որ մենք էլ օրինակ ունենք ընկերներով, ընտանիքներով եւ այլն մեր ռիտուալները, չէ, չգիտեմ, օրինակ մենք ընկերներով ունենք տարվա վերջին կրակի ռիտուալը, երբ որ դեկտեմբերի 30-ին կամ 29-ին հավաքվում ենք ընկերներից մեկին վառում եք, չէ, հավաքվում ենք միասին։ Քիչ է շփվեց այդ տարի ամենաքիչ շփվա ամենաինտրովերտ ընկերոջը վառում ենք, էլի։ Իրականում չէ, հավաքվում ենք, իրար հետ կրակ ենք վառում, ուտելիք ենք սարքում, ամեն մեկը ինչ որ բան կիսվում ենք, խոսում, այսինքն մենք այդ ռիտուալները կարոտել ենք, չէ՞, Friday night-ը դարել է մարդկանց համար ռիտուալ, չէ՞, այսինքն իրանք ուզում են կտրվեն այդ անընդհատ արդյունավետության հետևից վազելուց, ուզում են ինչ-որ բան։ Հենց ուրբաթ օրը կտրվեն, ախպեր, ամեն օրվա կյանքը կարա չէ։ Հաջորդ աշխատանքային չի, ինձ թվում է ավելի շատ դրա մասին է խոսքը, էլի։ Հա, դա հասկանում եմ, բայց նստա պարությունը ոնց որ սաղ շաբաթ տանջում ես, որ այդ ուրբաթի գունը գա։ Կարելի է նենց անել, որ սաղ շաբաթ չտանջվի։ Դե տենց հիշում ես ժամանակին Thanks God it's Monday, այսինքն այդ TGIF hashtag-ը փոխում էին, տենց էին դնում։ Մարդիկ փորձում էին ամեն օր ոնց որ բանդազեն, բայց դա ստիլատիպ է, հետաքրքիր կարծրատիպ է այդ ուրբաթի հետ կապված, կամ օրինակ որ ասում են, չգիտեմ, չորեքշաբթին փոքր ուրբաթ է, ասենց ինչ որ բաներ կան, չէ։ Ուրբաթը ոնց որ հոմանիշն է դարել, էլի, այս թեթև եւ հա չնայած բան է անում, ինչ որ ընթացքում ինչ որ բաներ դառնում է ոնց որ տրադիցիա։ Հենց այդ եմ ասում, որ մարդիկ ուզում են այդ տրադիցիաները ունենան, էլի։ Այսինքն այդ տրադիցիաներով ես դու դառնում ավելի մարդկային։ Այսինքն իրանք քեզ ստիպում են, որ դու մնաս ոնց ասեմ, իրականության մեջ, էլի։ Այսինքն դու ստեղծում ես քո կողքը offline experience, որովհետև մենք անընդհատ, ասում եմ, մենք անընդհատ ալգորիթմների հետ ենք շփվում, ու մենք իրականում շատ մեծ կարիք ունենք իրար հետ շփվելու, եւ դրա համար այդ ամեն ինչը տեղի է ունենում։ Մեր ոդկասթի գործընկեր Իտալ Սոլարն արդեն ունի իմ կարծիքով ամենաօգտակար պրոդուկտներից մեկը՝ արևային մարկոսներ։ Ինչ է դա տալիս։ Էներգետիկ անկախություն։ Իսկ դա նշանակում է, որ հոսանքազրկումները քեզ չեն սպառնում, եւ դու ունենում ես լույս այն ժամանակ, երբ ողջ տարածքը հոսանքազրկված է։ Իսկ այդ մասին տեղեկանում ես հատուկ հավելվածի միջոցով, որով ստանում ես ծանոթություն, որ արդեն անցել ես կուտակած էներգիան սպառելուն։ Ավելի մանրամասն տեղեկության համար զանգարիր 8128 հեռախոսահամարով։ Ես դրա համար եմ այդ Rearrange Day-ը որ անում ենք, Rearrange-ի ծնունդը, որ լոսում արեցինք Հայաստանում, ինքը ընդհանրապես չի նկարահանվում։ Մենակ օֆլայն է, այդ պահին որ եկավ, YouTube չի գնում, օրինակ շատ են հարցնում, մի անգամից բոլորի հարցին պատասխանեմ, չի նկարահանվել ու եթե ապագայում էլի անենք, մեկը չի նկարահանվելու, որովհետև ինչ որ բաներ ինձ թվում է պետք է օֆլայն լինի։ Չի կարող ամեն ինչ օնլայն լինել, էլի ջոգմես։ Պրինցիպի կարա, բայց չպետք է թողենք որ ամեն ինչ օնլայն գնա, պետքա ոնց որ այդ ֆիզիկական աշխարհում ինչ որ հատման կետեր լինի էլի մարդկանց հետ։ Լսի, շատ եմ ջոկում ու իրականում ես վերջին Rearrange Day-ին եղել եմ ու ինձ շատ դուր ա եկել, հա, այսինքն ինձ դուր ա եկել ընդհանուր վիճակ, ընդհանուր թե ոնց էր այդ ամեն ինչը տեղի ունենում, դա շատ իրական էր։ Եթե անկեղծ գտնվեմ, ես չեմ պատկերացրի կյանքում, որ կարա մարդ գնա 4 հատ իրար հետևից ինտերվյու լսի, բայց այդ այնքան սիրուն էր կազմակերպած, այնց հետաքրքիր կոնտենտ էր, ունենց իրական էր, որ դա միանշանակ ոնց որ սենց միանգամից մտնում էր սիրտդ, միանգամից կպնում էր քեզ։ Մերսի։ Հասկանաս։ Ես էլ չեմ պատկերացնում։ Հա, կգնայի Rearrange Day-ի։ Չէ։ Դες, մենք երբևէ չենք եղել այսքան մոտիկ իրականության մեջ եւ այսքան հեռու։ Այսինքն մենք connected ենք այն մաքսիմալ, չէ։ Հիշում եք ժամանակին ասենք կարող է մաթեմատիկայի դասատուն օրինակ զանգեր տուն եւ բողոքեր
քո ծնողին, թե ոնց ես դու քեզ պահե, ու ինքը պետք է գնար տուն հասներ, հեռախոսը վերցներ, զանգեր ձեր տուն եւ բողոքեր, որ դու քեզ այդ օրը, չգիտեմ, լավ չես պահել դպրոցում։ Հիմա բոլոր մարդիկ, ովքեր իրար ունեն բան ասելու, դա կարող են անել ակնթարթային, որտեղ մենք միլիոն հատ սոցիալական ցանց ենք օգտագործում, միլիոն հատ պլատֆորմից ենք օգտվում, որտեղ որ կարող ենք իրար հետ հարաբերվել յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր ձևով եւ յուրաքանչյուր ֆորմատի մեջ։ Այսինքն այդ քո օֆլայն իվենթը դա ֆանտաստիկ հնարավորություն է նորից վերադառնալ այն ամենապարզ մարդկային շփմանը, որը որ մեզ բոլորիս պակասում է, մենք չենք ջոկում մեզ ինչա պակասում, բայց այդ ահավոր պարզ է, մեզ պակասում է իրար հետ սովորական ժամանակ անցկացնելը։ Թե կարելի է ինչ-որ ֆորմատ մտածել, շուտ հավաքվել իրար գլուխ, չգիտեմ։ Դե մեր մոտ այդ ինտրովերտ ընկերները բրցնում են, ամեն տարի վառում ենք մի գնալով։ Իրականում չէ, շատ ֆորմատներ ենք մտածում, չգիտեմ, ես ինքս փորձում եմ իմ առօրյան լցնեմ այդ ռիտուալներով, այդ փորձառություններով, հետաքրքիր, չգիտեմ, գնամ ստեղ այս մարդկանց հետ sense մի հատ փորձառություն ունեմ, գնամ այս գյուղում մի հատ sense բան տեսնեմ, գնամ այս տեղում այս մարդկանց հետ այս բանից խոսեմ եւ այլն, որովհետեւ ախր դրա մեջ էլ ես դու զարգանում։ Մենք անընդհատ հաջողություն ենք ոնց որ sense վազում ենք հաջողության հետևից ու պահի տակ չենք հասկանում, որ այդ ամեն ինչում կորում է ներդաշնակության ֆակտորը էլի ոնց որ իրար հետ ոնց որ խոսում ենք վերջերս սուրճ խմելուց, այդ որ մենք դժբախտ overachiever-ների սերունդ ենք ինչ որ, հա։ Միլենիալները, հա, դες մեմադարը։ Ես չգիտեմ։ Չէ, իրականում լավ է ամեն ինչ։ Կարևորը, գիտես որն է, ինձ թվում է կարևորը այդ վազքի մեջ կարողանալ փոքր ու սիրուն բաները նկատել, էլի։ Տես հիմա ինչքան ենք, չէ՞, որ ռիլերով տենց նայում ես, ինչ որ տենց անընդհատ տարբեր բաներ ա բերում, չգիտեմ, ADHD-ներ եւ այլն, այսինքն բոլորս աղմուկի մեջ ունենք կենտրոնացման պակասում, հա։ Հա, միանշանակ ֆոկուսի խնդիր կա։ Ֆոկուսի խնդիր կա, ու այդ ֆոկուսի խնդրից հենց մենք մոռանում ենք շատ մի հատ կարևոր բան։ Մեր երևակայությունը սկսում է սահմանափակվել։ Այսքան շատ ինֆորմացիա ես ստանում, այնքան քիչ ես սկսում ստեղծագործել։ Հա, այ հենց այդ է, դա պետքա թույլ չտանք, էլի մենք, որտեվ ես կարծում եմ, որ բոլոր մարդիկ ստեղծարար են։ Ինձ թվում է, որ բոլոր մարդիկ իրենց մեջ ունեն շատ տենց կրեատիվ ջիղ, հա, ջիղ բառը ծիծաղալի է, հա, Ջիղ։ կրեատիվ ջիղ ունեն եւ այդ ֆոկուսի պակասի մեջ դա գնում ու կորում է։ Դե մենակ ֆոկուսի չի, մինչև ինտերնետն է լիքը մարդու մոտ այդ կորում էր։ Մարդ կա պրոստը չի ուզում իր այդ մասին ինչ որ անկախություն տա։ Ես հնարավոր գիտես ինչ եմ մտածում։ Արա նայում եք կողքերս ու մարդիկ եմ տենում, որ այն ուրախության դաժան ամենալավ պահին չեն կամ այնց ոնց որ լավ ուրախանան, լավ տխրեն։ Չգիտեմ ոնց ճիշտ բացատրեմ, բայց որ նայում ես գնում ես, որ այդ մարդը լրիվ չի ուրախանում, էլի։ Ինքը իրան սահմանափակում է, որովհետև իր մոդելը տենց է, որ քեզ ասել են տենց բարձր չի ծիծաղես կամ ամոթա որ դու ուրիշների մոտ քո շատ էմոցիաներ ցույց տաս, չգիտեմ, տենց բաներ կան մարդկանց մեջ, որ կողքից նայում ես, գնում ես, որ այդ մարդը ինքը իրան կամ հասարակությունը այնքան է իրան սահմանափակում, որ ոնց որ տեղ չի մնում ինչ որ մի բան ստեղծագործելու, որտեղ դու քո կողքը sense ինչ որ մենտալ մոդելներ ես դրել, որ այս չի կարելի, այն չի կարելի, էսի ճիշտ է, այս սխալ է, այս մեկը sense այն մեկը նենց է, ու վсё։ Դրանով վերջացավ արդեն քո կրեատիվությունը կամ ստեղծագործելը, որովհետև չկա։ Բայց լիքը մարդու հենց տենց էլ ասել են նար, Հա, բայց հենց այդ եմ ասում էլի։ այսինքն ու ոչ թե լիքը մարդու, այլ իստու մեծամասնությանն են ասել, հա, դու տենց բարձր մի ծիծաղա, դու սենց մի խոսա, դու մի արտահայտի, որտեվ արտահայտվելը, ասենք, չգիտեմ, տղեն չի լացում, հա, ասենք սենց ինչ որ արտահայտություններ, հա։ Լացում է։ Ոնց, ձայնով։ Մազոտ ծնկներով փակում են աչքերը եւ լացում բաղնիքում, հա։ Իրականում հասարակությունը շատ տենց բան է հրամցնում։ Հասարակությունը մաքսիմալ քեզ փորձում է բերի ֆորմայի մեջ։ Ինքներս մեզ ենք տենց սահմանափակում։ Տես դու կամ հետո այդ ֆորմայից կարող ես ճղես եւ դուրս գաս, կամ դու մնում ես այդ ֆորմայի մեջ ու բարձր զլած երաժշտությամբ կենտրոնում քշում ես քո նիվան։ Հա, այսինքն
դրա մասին է խոսքը։ Իրանք էլ արտահայտվելու միջոցի, իրանք էտա հասկանում ես։ Դե հա։ Որովհետև իրանք չեն կարա բարձր ծիծաղան հավանաբար, դրա համար իրանք այնտենց ռուսական երաժշտություն են բարձր միացնում կամ վատ հայկական երաժշտություն եւ քշում են կենտրոնով, որտեղ որ մեծամասամբ բոլորին մեկ են, հա։ Դե մեկ չեն։ Բացական ավելի շատ։ Հա, դե լավագույն դեպքում մեկ են, ասենց ասեմ, էլի։ Հա։ Քֆուր հավաքողներն են, էլի, ասենց քշում են հետևներից տենց է։ Այդ բանը Գարիկ այդ Պապոյան այդ rearrange live-ին որ խոսում ենք, այդ երաժշտության մասին խոսք գնաց, որ ասում ես օրինակ տենում ես ինչ-որ մարդ կոնկրետ ինչ-որ երաժշտություն է սիրում, ոնց որ ակնկալիքներ ա էլի այդ մարդու հանդեպ առաջան կամ ինչ-որ պատկերացնում դե ռոք ես լսում դժվար նիվով կենտրոնում բարձր միացնես ֆրազ, էտա։ Դե հա, օրինակ Բայց դա էլ էլի մենտալ մոդել է, օրինակ չգիտեմ, եթե ռոք ես լսում, սենց ես, եթե պոպ ես լսում, սենց ես, եթե ռապ ես լսում, սենց ես։ Դե անշնորհքությունը միշտ չի որ տենց, հա։ Անշնորհքությունը համամարտկային է, հասկանում ես։ Կապ չունի ինչ ես լսում։ Կապ չունի ինչ ես լսում, այսինքն եթե դու անշնորհք ես, եթե դու թքած ունես դիմացինիդ կոմֆորտի վրա կամ կոմֆորտ չասեմ նույնիսկ էլի, իրա նորմալ, որ բոլորս ապրենք իրար հետ ինչ որ մի հատ լավ նորմալ միջավայր։ Աբե բայց այդ շատ լավ երևում, այս փողոցներում։ Գիտես խի, նա օրինակ չգիտեմ մարկատը դա ինչ են դրան, պավարոտնիկ ինչ է հայերեն։ Թարթիչը միացրել ես։ Թարթիչը միացրել ես, ուզում ես աճ մտնես։ Քո համար էլի խաշմերուկի ամենածերի չես գնացես սվիտաֆորի տակ մտնես։ Արա ուզում ես մտնես, մեկ ընդեից տենում ես, տեղ կա էլի հանգիստ մտնում ես, ուզում ես մտնես, մեկը տենում ես, մեկ ընդեից ես գազը սեղմած գալիս ա որ հանկարծ քեզ ճամփա չտա։ Ինչի համար է ցավացանում։ Կամ հակառակ էլի քշում ես քո համար հանգիստ քու գծով, մեկի սվիտաֆորի ամենածերը մեկ է, եկել ասենց ուզում եմ մտնի։ Ճամփա ընդհանրապես տալ չկա, հարկանք չկա, չգիտեմ էլի, ես այնց մեկ-մեկ այդ ամեն չնենց աներվանացնում, չես պատկերացնի։ Այն օրը Սաթեին տանում էի դասի ու մենք ամեն առավոտ ունենք իրար հետ այդ փոքրիկ վեճը աղջկաս հետ, որովհետև ես նավիգատորը միացնում եմ ու քշում եմ իր դպրոց ու մեկ-մեկ նավիգատորը ուրիշ ճանապարհով է տալիս ու ամեն անգամ Սաթեն ասում է դե էլի ուրիշ ճանապարհով գնացիր, էլի ուշանալու ենք էլի, սենց ու ոնց որ սենց մի հատ պահեր, որ ես ստիպված էի ոնց որ գից փոխել, բայց մեքենաներ էին կանգնած, բայց դա լինում է իրավիճակը, հա, եկել հասել եմ ծերը եւ այլն, ու սենց պատոնս իջացրեցի, դուրս եկասի խնդրում եմ, էլի, եթե կարելի է մտնեմ, ու սենց մի հատ շոֆեր ասեց, չէ։ Ու իմ մեջ սկսեց պայքարը։ Ինչ ես իրան պատասխանեմ։ Ինչ ասիր։ Ոչ մի բան չասեցի, գոնկա կպանք մինչև դպրոց։ Իրականում տհաճ էր բավականին, որովհետև ես ինձ շատ ասացի կներեք էլի, եթե դուլ կտակ մտեմ, սես նեցից։ Չէ։ Okay։ Քո մի օր քո դուրն էլ կասես բան ու քեզ էլ կասեն, չէ։ Բայց իմ հետ մի հատ խնդալու դեպք եղավ, չեմ հիշում, ես եմ եղավ թե այդ հավարորդը իրար տենց սիգնալ տալով գնացինք, մեկի հետ ավտոն եկավ հասավ ինձ, սենց նայեց ինձ, պատուին իջացրեց, ասավ ախպեր մենք քեզ շատ սիրում ենք, սիգնալ մի տուր։ Ասի կներեք սավացանում, իրոք կներեք։ Քեզ որ շատ սիրում են հարսանեկան սիգնալներից է, չէ՞, ասենք մի անում ես երկար սիգնալ են տալի, Նարեկ Նավիշխանյան գնում։ Բայց տենց էլ արնում օրինակ կողքի ավտոյից պատուան իջած մի լավ բան են ասում, տենց օրդ լավ ասկսում։ Ես օրինակ իրոք առավոտ էլ լուրջ եմ ասում, ինչքան հնարավոր է մարդկանց ճանապարհ եմ տալի, գիտես ինչի։ Ոչ թե ես տենց լավ մարդ եմ, այլ պրոստը որ առավոտը գործի գնալուց կամ ինչ-որ միտեղ գնալուց, մանկապարտեզ գնալուց մարդը ճամփայստան, շփթում են ու ասում են շնորհակալություն, օրդ լավ ասկսում։ Զուտ քո համար դա անել է, տենց էմոցիոնալ առումով լավ է։ Հա, ես էլ եմ իրականում ընդհանրապես կլինի առավոտ թե առհասարակ, ես օրվա մեջ փորձում եմ լիքը դրական էմոցիա իմ շուրջ generate անեմ, հա, ոնց որ որսամ դրական էմոցիաներ, դրա համար նույնն եմ անում, ընդհանրապես չգիտեմ, շատ վաղուց եմ մեքենա քշում, բայց երբեք այդ ռեսկի քշողներին չեմ հասկացել, որ սենց գալիս է ճռռսնելով, սենց այդ դրանից էս ադրենալին չեմ ստանում, ու հիմնականում եթե լինում է առիթ մարդկանց զիջելու կամ չգիտեմ, օրինակ հիշում եք այն 100 դրամի ակցիաները որ կային տրանսպորտի, բոլորս ինչ որ մի պա տենց carpool էինք անում։ Այդ 15 թվի 16 թվի։ Հա, այդ կողմերն էր ինչ որ 14 երևի։ Carpool էինք անում ու
այդ carpool անելու ընթացքում էլ շատ հետաքրքիր experience-ներ են եղել մարդկանց հետ խոսալը եւ այլն, հա ճանապարհից չմարտվեցնելը պապուկայով էլի հետաքրքիր բան է, էլի։ Հա։ Նույն ինքը կամ հետաքրքիր է կամ վերջանում է տանակահարությամբ, բան։ Ասեք չէ հանցագործած վերցրել, բայց չէ կատակ եմ անում գլոբալ առումով Ամենատենց բան սյուր գիտես իմ մոտ ինչ պատմություն եղել Երևանից Կիրովական գնալուց ինչ որ տարիքով կիներ մեկը իր տղեներ ջահել երևի մեր տարիքի կայնացրեցին ասին ու ես գնում ասի Կիրովական ասին սպիտակ չհասած ինչ որ գյուղ կա քիչացնես ասի հա դες ճամփիոն խոսալով գնացինք բարձրացած մերն էր այդ տղու գնացել էր տղուն բերթից վերցնել որ ազատվել էր ու բանը մերն է մարմն աղաճառեր ու իրանք դրա մասին պատմում էին ինձ Բայց կինո չես նկարել դրա մասին չգիտեմ բայց այտենց ուղարկես ոսկեց իրան հրավիրեցին իրանց տուն ասի ժողովուրդ կներեք իրոք շտապում է թե շատ մեծ սիրով կգնայ Չէ, դա շատ կինոներ են։ Մենք մի անգամ տենց ինչ որ մի հատ Վրաստանից հետ էին գալիս ընկերոջս հետ ու ինչ որ մի հատ sense պապիկ էր քայլում, գիտես, այն sense պապիկներ կան, որ sense քայլում են ու sense բան է գալիս, դհոլի եւ զուռնայի ձեն է գալի։ Sense դեմքով իսկական են հայ սարի պապիկ ու տենց փեդով դաժե, տենց ինքը տենց են որ ձեռնը չբարձրացած, հա մոտավորապես էլի, ասենք էլ կանգնեք տղեր։ Մենք է ինչ որ տենց Zeppelin-ի Houses of Holy ալբոմը կոկած գալիս ենք դեպի Երևան։ Նստեց, ասացինք ուր, ասացած գլխով արած տիպը քշի։ Ասի լավ, ու տենց գնում ենք ու սենց են որ ընկերոջս հետ իարենք նայում, ես ու ինքը լուր է, այն որ իսկ դուք որտե եք գնում, սենց եմ։ Քշի։ Լսի ու տենց ինչ-որ մի հատ պահի, տենց ես դե ուշադիր հայլում ես նայում ես, էլի, տենց շատ ծանր փեդ ուներ ձեռը, սենց սրանից սենց արեց։ Ու ես հասկացա որ կանգնելու ժամանակն է, ասեցի ստեղ սենց էց։ Դուրս եկավ սենց էց։ Շնորհակալություն։ Եթե չասեր շնորհակալություն, կարող եմ մտածել, չգիտեմ, լալ էր օրինակ այդ մարդը, ասեք։ Ես ուզում եի խոսացնել պայմանական։ Լավ այ շնորհոց առաջ այդ փեդով գլխի չի թողել։ Պայմանական կնդալու բանի մեջ էր, չէ՞ դի Կարոլ Լևի մեջ չկար տես հա տես մի հատ կտոր հա այո Կարոլ Լև այ Կարոլ Լևի տակ սախտամարտիկ լացում են տխուր է Արա ես ճիշտ զարմանում եմ փոքր վախտոնց ենք տես բաներին հա Ոնց մենք փոքր ժամանակ են Կանևսկոյի կրիմինալնի հաղորդումները չենք նայում կամ ասենք այն օրը ինչ որ sense flashback-ով եկել էր ինձ մի հատ հիշողություն ինչ որ հերթական Հայաստանի ընտրություններից մեկն էր որտեղ կար ռեկլամի ռոլիկ որտեղ մի հատ պապիկ ասում էր այս երկիրը երկիր չի այս երկիրը պետք է քանդել նորը կառուցել ու տենց չգիտեմ ինչի տենց flashback-ով ոնց որ գալիս է ու ես հիշում եմ ես խորանում եմ հասկանում որ դա ֆանտաստիկ քաղաքական գովազդ էր այն ժամանակվա համար բայց այդ արտահայտությունը մնաց է երկիրը երկիր հա այս քանդել նորը կառուցել այսինքն ընդդիմադիր տեխնազոյի չեմ հիշի հիմա հստակ որտեղ շատ փոքր եմ եղել այդ ժամանակ բայց պատկերացնում ես չէ մենք ինչ որ բաներ ենք նայել իրանք մեր մեջ մտել են ու մենք մինչև հիմա դա կրում ենք մեկ էլ ինքն ինչ որ մի օր տենց ուղեղումա ծակում է ու դու սկսում ես էլի խորանալ դրա վրա համի գախնիկ մառանիկ հա ոսկե հատիկ հա տենց ինչ որ կամ Փարանձեմն ու Թագուհին բան Հարիսային է Դա Արայտի բաններ չէ որ գնում էին ապարելու Հա, դից բան, տենց հա կլուբ պետք է գնային կամ Հարիսա, օրինակ ինքը շատ հետաքրքիր գովազդ է, որովհետև նույն ես չեմ պատկերացնում էլի, որ այլընտրանքը լինի Հարիսա եփելու ու կլուբ գնալու միջև, ասենք դա մի քիչ տարօրինակ այլընտրանք է էլի։ Դու կամ այն ճանապարհն ես ընտրում, կամ Հարիսայի ճանապարհն է քոնը կամ կլուբին է։ Հարիսա ես ու գնում ես սարեր սունկ ուտելու։ Գնացի party ունեցա ворթին է էլի։ Հա, բայց բան է Բանը չէ, 90-ականներին կային 90-ականների 2000-ականների սկզբին որ լավ ստացված գովազդներ։ Կամ եթե դաժե լավ չէին ստացվել, հիշվել էին։ Grand Candy գովազդներ շատ ակցենտներով երեխեքը, չէ։ Հա, տարբեր մարզերի ակցենտներով, այսինքն, որ ասում էին Grand Candy շատ եմ սիրում, ու այս վերջերս էլի ինչ որ տենց որոշեցի նայել ու տենց Արցախը կար ու տենց արդեն մի քիչ այլ տեսանկյունից էս այդ ամեն ինչին նայում ու որ հետ էր գնում մենք այն ժամանակ այդ երեխեքի տարիքի ենք այդ գովազդը որ դուրս էր գալիս է կարող մի քիչ մեծ լինենք շատ կայֆ էր չէ դու գտած է Արցախի երեխու մասն է ամենահիշվողն ես հա որ սավետ է կրկին հա բաններ են Դարոնիկի արջը կար չէ ըհը
Ասա հրաշք է սա բան։ Չէ, իրականում գովազ գովազներ կան, որոնք իրոք մեր Եգիպտացի օրինի ծողիկներ։ Այո, ով չի ուպում հայկոլա, էլի։ Ասեք հասկանում ես, ասեք այն ժամանակ իրականում շատ գովազներ կային, որոնք մինչև հիմա մեր մեջ մնացել են ու մենք հիմա չգիտեմ, մեծացել ենք, ամեն մեկս չգիտեմ, մեկը մի տեղ է սովորել, մեկը մի հատ sense փորձը հավաքի եւ այլն, բայց մենք բոլորս այդ կոդի կրողն ենք այդ գովազների իրականում։ Մենք ունենք ինչ որ իրար կապող բան, էլի, այսինքն այդպես հիմա ասենք ջերմ է այս խոսակցությունը հասկանում ես, որովհետեւ մենք այդ նայել ենք ու իրար հետ կիսվում ենք իր մասին, էլի։ Էլ ինչ ռեկլամ կար տենց հիշվողներից։ Ոյ։ Պաչիկ գինի կար, հիշում ես։ Պաչիկ գինի կար, 50 կար օղի։ Օղի, չէ։ Ես բանն եմ հիշում, այն որ ասում էի խմել եմ լուսաստղ սպանել եմ եղբորս։ Այդ վիտամին կլավում էր, չէ՞, ոնց։ Դե շահումները հիշում ես, որ բան եմ Բանգլադեշի սիթին որ կա այդտեղ լուսաստղ էր։ Հա, ճիշտ է։ Ու թեմը միշտ 0.7 կամ տենց կա, ինչ որ սովետական ավտո էր կանգնած, որ շահումներ լուսաստղ էր։ Դες ես հիշում եմ լոտոների բում կար է Հայաստանում։ Դե բաններ ընտանեկան լոտոն, հետո էլ ինչ։ Համով լոտո կար։ Համով լոտո, հիշում ես։ Չէ, դե չեմ հիշում։ Հա, համով Զարա անունով վարող կար այնտեղ, հա, ոնց վարում էր այդ։ Այսինքն, հա, ինչ որ քանի որ դե լոտոները գնացին դառան մի քիչ տոտալիզատորներ էլի։ Հա, կարա տենց նայվի էլի, բայց լոտոն մի քիչ ավելի ընտանեկան թեմա էր էլի, ինձ թվում է այդ 90-ականներին մարդիկ սենց երևի բառը սխալ է, բայց երևի ամենաճիշտն է բացատրում, մարդիկ 90-ականներին այդ մութ ժամանակները լոքշից լոտո էին խաղում, հա, ու դե բացի լոքշից մարդիկ հավատում են, որ կարան շահեն։ Դա ամենաբարդ ժամանակներում ամենալավ աշխատող բաները դրանք են, էլի, ոնց որ օպիում դլա ռոդան է, էլի, դա հասկանում ես, այսինքն մարդը սկսում է հրաշքների հավատալ։ Ավելի իրական բան են, լիքը էկոնոմիկի բաներ կա, ստատիստիկաներ, որ երբ որ լոտոյի կամ այդ շահումով խաղերը, կազինո, այդ ստավկեք բաներ, որ սկսում է ռիսկի աճել, սովորաբար դրանից հետո սկսում է ուժեղ տնտեսական ճգնաժամ, որտեղ տնտեսական ճգնաժամը սկսելուն զուգընթաց, որ հլա դեռ սա բաները չկա, ֆակտորներ երևացող, առաջի բանը, որ մարդիկ սկսում են ավելի շատ լոտոյի վրա փող ծախսեն։ Դե հա, հասկանում ես, այսինքն ում վրա աշխատում հիմնականում այդ ինդուստրիան, ինքը աշխատում է սոցիալապես ոնց վատ իրավիճակում գտնվող մարդկանց վրա կամ գեր լավ վիճակում գտնվող մարդկանց վրա, հա, այսինքն դա ոնց որ ինչ որ տեսակի հոգեվորսություն է, այսինքն այդ գումարը, սենց ասած, հա, այսինքն դա կլինի այն որ դու հույսը դնում ես հաջողության, պատահմամբ ինչ որ մի հատ բախտի կամ ուրիշ բանի վրա, դա այսինքն դու վсё, դու թևաթափ ես եղել, դու չես հավատում այլևս, որ չգիտեմ, քո ուժերով, քո աշխատանքով կարող ես ինչ որ բան անել, ասում ես դե լավ, բախտի կմահաճույքին եմ մնացել ու դու սկսում ես խաղալ։ Արագ շահելու, արագ կպցնելու, արագ դզվելու ցանկությունն է, էլի։ Ու մարդիկ կան այդ իրենց մոտ բառից բուն իմաստով հիվանդությունը։ Դե ինձ թվում է, որ այս դարում, որում մենք ապրում ենք, չկա արագ փող։ Չկա, չկա։ Դե ինքը գիտես ոնց է, ինքը ոնց որ արագ կարող է գալ։ Բայց ոնց արագ գալիս են, այս արագ է գնում։ Դրա մասին է խոսքը, հա։ Այսինքն դու որպեսի սկսես կուտակել ինչ որ լուրջ կապիտալ, դա պիտի լինի sustainable, հա։ Դա պետք է լինի ժամանակի ընթացքում քայլ առ քայլ, որպեսի ինչ որ հիմք ունենա իր տակը։ Թե չէ այդ 90-ականներին այդ չգիտեմ կուրսի փոփոխության մեջ եւ այլն, ասենք տների գները ընկան, մարդիկ բռնեցին ինչ որ թեմաներ եւ այլն, գնացին 300 հատ անշարժ գույք ունեցան, էլ 49 սերունդ չեն աշխատի ու գումար կխաղան, ասենք դա եղել է, բայց այս դարում արդեն մի քիչ բարդ է, հա, հիմա կա կրիպտո, հիմա կան այլ տեսակի արագ փող հավաքագրելու միջոցներ, բայց իմ համար անձամբ ավելի հավատալու է աշխատանքով երկար կառուցած ինչ որ բիզնես մոդելներ էլի։ Դե հա, միանշանակ կապիտալը երկար դանդաղ կուտակվելու արդյունքում առաջ գալի մեծամասնության մոտ, բայց ոչ բոլորի, մարդիկ կան, որ իրոք ճիշտ ժամանակին ճիշտ տեղը Հա, չգիտեմ ինչի ես կյանքում չեմ հայտնվում ճիշտ ժամանակին ճիշտ տեղում եւ ոնց որ այդ թևաթափ եղած լոտո խաղացողները որոշել են որ պիտի շատ աշխատեմ։
Էսա կարա օրինակ կապիտալիզմը վերանա, Հա։ հետ գնանք սովետ ու ամեն մեկից մի հատ լավ տուն տան։ Ես կուզեի։ Ես չէի ուզի։ Չէ, Չէ, սովետ գնալ չեմ չէ, ուզի չեմ հաստատ, ուզի։ բայց կուզեի ինձ մի հատ լավ տուն տային, էլի։ Հադե բայց տեղը ուրիշ բան պետք է վերցնեին էլի։ Ինչ օրինակի համար վինիլովի պլաստիկ եկես։ Վինիլը Beatles չէր կարա լսեի։ Չէ, всё, Ջինս չէր հագնել։ Դա ես ասի։ Չէ, ջինս չենք հագնելու, Beatles չենք լսելու, Կասկածում մեզ կոֆե տուն չէր պետք խմի։ Դա կապուչինո։ Կապուչինո։ Չէ, իրականում Բանով։ չէ, եթե Վարսակի մենք Beatles կաթով։ չենք լսելու, ջինս էլ չենք հագնելու, ուրեմն տուն պետք չէ, ավելի լավ է Beatles-ով եւ անտուն։ Քո թիմը լիքը մարդ չէր համաձայնվի, բայց ես համաձայնեմ։ Ես չէ, իրականում դե ուտրիրովից եմ անում իհարկե, բայց ասենք գաղափարը Օրա բայց նրա ջոգում ես այն օրը լուրջ իրոք այդ թեմայով էի խորացել, չգիտեմ ոդկաստ, չեմ հիշում ոդկասթում դրա մասին խոսացել եմ թե չէ, դե մեր ծնողները մոտարապես մեր տարիքին էին, որ սովետը փլուզվեց։ Հա, Մեզնից երևի 2 տարի փոքր։ հա, Ու ջոգում ես մենք այս տարիքում, որ մեր ամենապրոդուկտիվ տարիներն ա, որ sense լուրջ պլաններ են կառուցում, որ հեսա պետք է կրակի անցնենք առաջ բան, չգիտեմ, լիքը բաների հասնենք, նոր պրոյեկտներ սկսենք, ու վդրուկ սաղ փոխվում է։ դե նա դրա Օրա համար ինչ խայտարակ ոնց որ իրականում դա մեծ դժբախտություն է, որը երևի թե մեր ծնողներն էլ չեն հասկանում իրենք ինչի մեջով են անում։ Չէ, ես չեմ ասում սովետական միությունը դա իմ Չէ, այդ փոփոխը հարկառակ այդ փոփոխությունը մի համակարգից մյուս համակարգ ինչքան ցավոտ է եղել այդ մարդկանց համար։ Ինչքան ես իմ առաջի հոդվածներից մեկը որ գրել եմ, հենց դրա մասին էի գրել, կորսված սերունդ է անունը դրա, որ ինչքան մուզիկանտներ չդառան մուզիկանտ, ինչքան ինժեներներ չդառան ինժեներ, ինչքան գիտնականներ չդառան գիտնական, ինչքան տաղանդավոր ֆանտաստիկ մարդիկ էլ Հայաստանում չեն ու դժվար է երբևէ լինեն։ Բայց օրինակ բանը Թալեբի այդ full by randomness-ի մեջ է ոնց որ կամ Black Swan-ի արդեն չեմ հիշում։ Ասում է 90-ականներին մեր ամենա էժան բանը սովետից եկած գիտնականներն են, որովհետև մեր համար մեծ փող էին աշխատում, իրանք դեռ չգիտեն իրանք ինչքան թանկ են։ Բայց շատ արագ սովորեցին իրանք ինչքան թանկ են։ Տես, սովետը ինքը իրանով իր ամբողջ էությամբ ինքը եղել է չարիքի կայսրություն, ինքը evil empire է եղել, հա, այսինքն ինքը չար բան է եղել, ինքը մարդուն ասել է դու քառակուսի ես, դու պետք է comrade գնաս, օրինակ տավարիշ ջան, աշխատես, սաղ կյանքը չունենաս ամբիցիա, քեզ էս տունը վերցրես, ուսս մնա, աշխատի այնտեղ։ Հա, բայց այդքան էլ չէ։ Դե, նայ, մենք մի քիչ այդ ամեն ինչում դժվար ենք ժամանակ մենք լուրջ ամբիցիաներ ունենք մարդիկ։ Վրացիները եւ այլն, քանի որ մենք ներքև ենք ապրել, հերո ենք ապրել կենտրոնից, հա, այսինքն Մոսկվայից, մենք մի քիչ ավելի դժվար ենք եղել այդ ամեն ինչի մեջ։ Սովետը բայց մի հատ հետաքրքիր ուրիշ բան ա ունեցել։ Ինձ թվում է, որ Սովետը աշխարհում ամենաթույն, ամենալավ, ամենակատարյալ բրենդ բուքով երկիրն է եղել։ Ինչ առումով։ Երբ որ դու լսում ես սովետական գիմնը, նայում ես սովետի դրոշը, երբ որ դու կարդում ես սովետի իդեոլոգիան ու նայում ես սովետի մարդու դեմքին, այդ սաղ իրար հետ ահավոր համահունչ է։ Ու պատկերացրա իրանք, այսինքն մեր ծնողների սերունդը պայմանական, իրանք մեծացել են որպես լավ, շատ լավ սովետական խորհրդային մարդ, իրանք երջանիկ են եղել, քանի որ մենք բարեբախտաբար ունեցել ենք Սփյուռք եւ Սփյուռքի գոյության փաստը օգնելա, մենք չգիտեմ, մի քիչ առնչվենք այլ մշակույթների հետ եւ չգիտեմ, ջինս հագնենք, այդ նույն Beatles-ը լսենք, Janis Joplin-ը լսենք, մյուսը լսենք, ու մեկ էլ մի օր գալիս է, որ ամբողջ արժե համակարգը, որով դու մեծացել ես, որի մեջ ապրել ես, որով դու պլանավորել ես քո կյանքը, ինք քանդվում է հանուն ավելի լավ արժե համակարգի, հանուն ազատ անկախ Հայաստանի, որի համար բոլորը բալետ են ժամանակ տևեց, որ մարդիկ գոնե ֆինանսապես մի քիչ ստաբիլանան։ Հա, անverջ, բայց դու 2000-ականների սկզբից նոր լույսերը սկսեց ստաբիլանալ։ Դու ճոգես 10 տարուց ավել նորմալ լույսի մատակարարում չի եղել։ Դե ահա չի եղել, չգիտեմ, սնունդը բավարար չէր։ Տես քո ասացի պես, հա, ինչ այդ ժամանակվա մարդիկ ավելի հավատացող են եղել ինձ թվում անար։ Իրանք հավատացող են, իրանք գնացել են, չգիտեմ, որ դու նայում ես պայմանական, օրինակ Ռուբեն Մանգասարյանի նկարները այդ ժամանակվա, չգիտեմ, Արցախյան պատերազմի առաջին թողեք մի կողմ անկախության շարժման ժամանակ, հա, դու նայում ես այդ մարդկանց այդ միտինգներին, այդ ցրտին դուրսը կանգնած ու իրանց մեջ այնքան հավատ ա եղել, այնքան ուժ ա եղել, իրանք պատկերացրա մի սերունդ որոշել է իր եսը, իր բարեկեցությունը դնի մի կողմ, ինչ որ իդեաների համար։ Ուրիշ բան, որ այդ իդեաները հետո Չէ, դե իրանք հավատում են, որ ավելի լավ կապրեն։ Հա,
Բայց ինձ թվում է, որ ավելի վատ մենք հիմա չենք ապրում հաստատ քան այն ժամանակ։ Բայց Հիմա հա, հիմա ասում եմ մենք ավելի լավ ենք ապրում, քան սովետական ժամանակի պիկին։ իհարկե, Նյութական հա, առումով։ բայց Մշակույթի մնացած առումով չեմ կարող ասեմ, որտեղ ես այդ ժամանակվա լավ չեմ տիրապետում։ մշակութային առումով ինձ թվում է, որ սովետական Կամ Հայաստանը շատ մարդկանց բան է տվել մեզ։ երջանկության կամ չգիտեմ կրթության մակարդակով։ Բայց որ մի հատ մենք ուրիշ տեսանկյունից նայենք, մեր ծնողների well-being-ի տեսանկյունից այն ժամանակ, երբ որ սովետը քանդվել է, դա մեծ ստրես է եղել։ Հա, բա ինչ արա, մարդիկ նորմալ ապրում էին, գնում էին, չգիտեմ, ծով Պլաններով ապրում էին, հանգստանալ։ մեկ էլ հա ուզեցել են, արել են, փոխել են, բայց եթե դա վերցնենք եւ տեղայնացնենք մեր այսօրվա իրականության մեջ, ինձ թվում է, որ մեր սերունդը այդքան խիզախություն եւ նոն-կոնֆորմիստ չի, որպեսի նման փոփոխություն գնա ու տրիգեր անի։ Որ գնանք սաղ ցույց անենք, որ դառնա բանը, օրինակ հարուստների սաղ ունեցվածքը պետությունը սեփականաշնորհի։ Խի։ Որ սովետը հետ գա, որ պետությունը սաղ ունեցվածք լինի պետությունը։ Այն հիպոթեկով տունը տանես պետությանը տաս, ասես, սյոսի քոննա։ Էս քոննա ինձ էլ ինչ տաս տաս։ Չէ, չեմ ուզում։ Ես հավատում եմ աշխատանքին եւ աշխատանքի արդյունքում ստեղծված արժեքին։ Հա, բայց բանն է, չէ, օրինակ Արցախի կորուստն է, արցախցի ընկերներիս հետ որ խոսում եմ, ես չգիտեմ, պատկերացնում ես Ստեփանակերտում նորակառուցում տուն ես առել հիպոթեկով, սաղ կյանքդ կապել ես, ամեն ամիս քո վարկը տվել ես, մեկ է հոպ մի օր քեզ ասում են, «Սյո, պետք է գնաս քո տնից»։ Չեմ պատկերացնում ու կուզեի, որ որևէ մեկը մեր հայրենակիցներից չունենար հնարավորություն դա պատկերացնելու, բայց մոտավորապես կարող եմ զգալ ինչքան դժվար է։ Իմ ընկերները չեն խոսում դրա մասին։ Ես այնքան ցավոտ է ասում, երևի չեն խոսում այդ թեմաներով ընդհանրապես։ Ինձ թվում է, որ այդ մարդիկ անհնար խիզախության մարդիկ են, որովհետև իրենք շարունակում են ապրել ու աշխատել հանուն ինչ որ բանի, այսինքն դու պատկերացնում ես, դու ամենաբարդ պահին կարողանում ես քո մեջ գտնես ինչ որ մի հատ source էներգիայի, որից դու սկսում ես նորից ունենալ մոտիվացիա ինչ որ բան անելու։ Դու թևաթափ չես լինում, որովհետև դու ժամանակ չունես դրա։ Դու պետքա ստեղծես նոր արժեք։ Արա, բայց մարդիկ մեկ-մեկ նենց չարությամբ են լցված, առ ասում եմ, պատկերացրեք դու քո մաշկի վրա, պատկերացրա այդ քո տունը, այդ ամեն ինչը, որ այդքան վիզ ես դրես ստեղծել ես, այդ ամեն ինչը կորցնես, դու քեզ այդ վիճակը մի հատ պատկերացրա, կհասկանաս էլ այդ ինչ ցավ է։ Որ քո գերեզմանը չես կարողանալու գնաս, արա հորդ գերեզմանը կամ պապուտ գերեզմանը չես կարողանա գնաս։ Հա։ Դե ինձ թվում է, որ մենք պետքա սովորենք իրար հանդեպ էմպաթիա։ Մենք պետքա սովորենք նաև իրար էմոցիաները եւ մենք իրար այն որ ասում անգլերեն բառ կա, ասում try walking in my shoes։ Այսինքն մենք պետքա սովորենք մենք իրար ապսեի մեջ տեսնենք իրար։ Այո, բայց դա գիտես ոնց է, ես ունակ երբ որ Վանաձորից տեղափոխվեցի Համալսարան, Երևան, ես գիրողականց էի ջոգում, ոնց որ պիտակ էլ դրվեց, ռայոնցի։ Բայց ինչի՞ մարեց հավատանը։ Ինձ թվում է, որ եթե Երևանցին էլ գար Վանաձոր սովորելու, կարող կներ նույնն է, այսինքն դա ոչ թե նույն բանն է, Վանաձորում չգիտեմ, մեր թաղում երեխեք կան, որ Ռուսաստանից գալիս էին ամառը, մենք իրանց էինք մոտով ցույց տալի, որ Ռուսաստանից առումը սենց է։ Ու ոնց որ տենց խմբայից շատ չար էինք էլի իրար հանդեպ։ Ու տենց է երևի մնացել է, պրոստը տարիքի հետ մի քիչ դառնում ես երևի ավելի տոլերանտ ու այդ տարբերությունները մի քիչ մղվում են կողմ, չգիտեմ, համենայն դեպս մեր շրջապատում այտենց չկա այտենց բաժանում էլի կիրովականցի, արցախցի, չգիտեմ, երևանցի, բայց այդ ամեն ինչը հասարակության մեջ կա ամենտեղ։ Ինձ թվում է դա միշտ է եղել նա իրականում, որովհետև ես չեմ ասում այդ բանը միշտ եղել։ Երբ որ օրինակ կարդում ենք Թոթովենցի Բաքուն, հա, այսինքն որը որ գրված է, ասենք 20-րդ դարաշրջանի մասին, Բաքվում թե ոնց էին այդ նավթահորերը հայերը տնօրինում եւ այլն եւ իրանց կենցաղը, թե ով հետ ոնց էր շփվում, որտեղացու հետ ոնց էր շփվում, ոնց էին իրանք, չգիտեմ, յանից ով փոխում ազգանունները կամ ուրիշ, որ կարդում ես կոմոդ ֆլեշբեքներ է։ Մեզ թվում է, որ մենք հիմա ենք ինչ որ վատը։ Չէ, մենք միշտ ունեցել ենք մեր խնդիրները եւ մենք երբեք ազգովի մեր խնդիրների մասին չենք խոսել իրար հետ։
որպեսի կարողանանք իրանց լուծումը միասին գտնենք։ Մենք պետքա ինչ որ մի հատ պատկերացում ձևավորենք, մենք ով ենք ուզում, մենք ոնց ենք մեզ տեղայնացնում աշխարհի քարտեզին, ով է հայը։ Հայով է։ Հայը դա, չգիտեմ, ազնավուրն է, կոմիտասն է, այն գլենդելի ձյաձն է, Հոպարը։ հա, հոպարն է գլենդելի, ասենք, չգիտեմ, ով է հայը։ Երեքն է հայ են։ Հա, բայց իրանց մեջ կապող Քիմ Քարդաշյանն է, կամ իրանց մեջ ինչ որ մի հատ ընդհանուր բան Քիմ պետք է գտնենք։ Քարդաշյանը այդքան է հայ չի։ Ինչի՞ ասենք Եվրավիզիայի այնօրվա poster share-ը, որ մտածել վերքեք, ոնց որ էս ռարոտ ասրացում տեսա, այն որ ջան, մեր աղջիկն է։ Դե ինքը Քիմի ձեռը այնտեղ այնտեսի։ Քանյեն Հա, մտածում ես Քիմներ մեղավոր։ հա։ Էդի պրոստը Դե միշտ just ասեք Կանյան Twitter արա, բան որ թագուհին Անգլիայի մահացել էր, I also lost my queen։ Ու տենց Քիմի նկարներ գցել։ Ապա Քանյեն կոնկրետ գտածրել է։ Կամ է ինչ-որ մի բան անա, որ մենք չենք հասկանում, չգիտեմ։ Ինչ որ այլ իրականություն է, չէ՞, որտեղ ինքը ահավոր տաղանդավոր է միշտ։ Չէ, դե ահավոր տաղանդավոր է այդ միանշանակ, ինձ թվում է մեր սերնդի ամենամեծ ազդեցություն ունեցող արտիստներից մեկն է եղել հաստատ։ Հա։ Նու վերջի 3 ալբոմը չհաշված։ Սա Instagram-ի ալգորիթմը այդ վերջին երկի ռիլերն։ Դաժե չես կարող անունը ասես երկի։ Դե չէ, ուր ասես, դա YouTube-ը բլոկ կան այս ոդքասթը։ ասեք, դա նորմալություն է, չի կարելի տենց։ Բայց ոնց տարածվեց էլի։ Շատ տարածվեց։ Էլի viral գնաց։ Հա, դա ինքը գիտի ինչ անի, ինձ թվում է։ Ոչ չէ, ինքը շատ հետաքրքիր երաժիշտ է, շատ։ Դու հիշում ես իր համերգի Երևանում։ Հա, ես թռել եմ ջուրը Իրանը կպել եմ։ Լուրջ ես ասում, որ ձեռով ես կպել։ Չէ, միշտ բայց News-ում նկարները կար, այն ժամանակ Mother Carey տնօրենն է։ Աշխատողներս այդ նկարները News-ում տեսել են ու ասում են մեր տնօրենը գիժա։ Շատ լավ դա, այո։ Թացենց 4 ընկերով ջրի մեջ ես կանգնացինք։ Це շատ տաղանդավոր մարդ է։ Շատ ջետ ֆանտաստիկ համերգ էր։ Հա, դա ինքը ասենք ինչ որ անսպասելի բան էր, չէ՞, չէ՞ այդ ժամանակ հիշում ենք, չէ՞, կոնտեքստը այդ ժամանակ Քիմ Քարդաշյանը գալիս է Հայաստան, Kanye West-ը որպես փես է այստեղ գտնվում եւ այլն։ Ու տենց ինչ որ մեկ էլ իրանց, եթե չեմ սխալվում, անվտանգության աշխատակիցներ tweet-ը անում, որ Kanye is going to perform, բան։ Քիմն էլ tweet-ը, քիմն էլ։ Հետո ինքը ոնց որ reshare արեց դա, ու տենց ինչ որ կոմպյուտերի դինամիկներ։ Արամս գիտես խնդալու արա։ Ես Kanye West-ի ամերիկն ուսուցած սաղմասան ավկելա դու հիշում ես սկիզբը։ Այո, Stronger-ով սկսեց։ Չէ, միչև այդ որ ինչ որ մեկը հելավ դուրս բան, շատ շնորհակալություն պարոն Տարոն Մարկարյանին։ Կազմակերպելու համար այնտեղ։ Հաջորդ օրը մեմ էր դարը պարոն Տարոն, պարոն Մարկարյան։ Հետո ինչքան տարի ենք, մենք դա հիշելու ենք, էլի Kanye-ի համերգը Կարապի լճում էլի։ Տարոն Մարկարյանի բարձր հովանու ներքո։ Այո։ Հա, кайֆ էր։ Սյուրա։ Բայց հետո բան էին, չէ՞, Կարապի լճի ջուրը էին ծախում հայերը, հա, ադետի ինքը ոնց որ համ տեղի ունեցավ, հետո դարավ մեմ, բայց դե ինչն էր թեման, որտեվ այդ ժամանակ էր, երբ որ Kanye-ն որոշեց, որ ինքը Yen-ա, այսինքն ինքը Yeezus-ն է։ Չէ, այդ ֆակտեր, հա։ Ոնց որ այդ դրանից մի քիչ առաջ էր ինքը, Kanye West էր ոնց որ։ Չէ, ինքը արդեն Yeezus-ն էր, ու դե Yeezus-ը քայլում է ջրի վրա։ Ու այդտեղ այդ մեմը առաջացավ, որ դու Հայաստանում չես կարողացել ջրի վրայով քայլես, ուրեմն դու Yeezus-ը չես։ Շատ խնդալու։ Դեպի 2014 թիվներ, 13 100-ամյակին էր։ 100-ամյակներ, հա։ Լսի, խորացել չէ, բայց այդ մեմերի կուլտուրան ինչքան հետաքրքիր բան է, էլի, այսինքն մենք ինչ որ երևույթները սկսել ենք հիշել մեմերով, էլի։ Հա, հա։ Մեմը շատ ուժեղ կոմունիկացիայի ձև է։ Հա, հիմա այսինքն դու կարաս մարդու հետ չխոսես, դու իրեն նկար ես ուղարկում կամ GIF ես ուղարկում, սա հասկանալի է։ Reel ես ուղարկում, հա։ Կամ է ChatGPT-ով Անգլիայի թագուհու նման նամակ ես գրում, չէ՞, դու ես չէ՞ պատմում։ Ադե ChatGPT-ն շատ հետաքրքիր գործիք է, էլի պետք է իրեն սովորել։ Ապա ինձ թվում է AI-ը, լուրջ եմ ասում, underhyped է, այսինքն AI-ի այսքան մասին խոսակցությունները բանը իրական ավելի քիչ է, քան ինքը ազդեցություն է ունենալու աշխարհի վրա։ Ինքը իմ կարծիքով
կարող է սխալ եմ, բայց իմ կարծիքով ամենատրանսֆորմատիվ տեխնոլոգիաներից մեկն է առնելու ու այս հլա դեռ սկիզբն է։ Դա ավելի դանդաղ է աճելու, քան մենք ենք պատկերացնում, կարող է 50 տարի տևի կամ 100 տարի տևի, ոչ մեկ չի կարող ասի մինչև ինքը այդ AGI կոչված ունենանք artificial general intelligence բայց այդ եթե եղավ վերջ են առումով, որ սա աշխարհը փոխվել է։ Ես այն օրը պրոստը հիացել էի ChatGPT-ով, որովհետև 3 հատ ահավոր փնթի Excel-ի ֆայլ ունեի, որը ես չէի սարքել բարեբախտաբար, որովհետև փնթի Excel-ի ֆայլեր չեմ սարքում, եւ ինձ պետք էր այդ դատան ես Excel-ի ֆայլ ընդհանրապես չեմ սարքում, չէ, դու երբեք մարդ ես։ Չէ, դե ոնց Ինձ պետք էր այդ դատան, շատ եմ սարքում։ ինձ պետք էր այդ դատան մաքրել եւ վերլուծել, ինքը շատ པարզ էր, բայց գիտես այդ որ գործերից է, այն որ երկու դեսկտոպով պետք է միտեղից թիվը մյուստեղ դնես եւ այլն, այն ամենատահաճ աշխատանքներից է։ Ու ես դա տվեցի ChatGPT-ին, ես իրան ասեցի, խնդրեցի ինչ պետք է ինքը անի, ու ինքը ինձ վարկյանների մեջ տվեց այն, ինչ ինձ անհրաժեշտ էր։ Դա ինձնից կտաներ մոտավորապես, չգիտեմ, 5 ժամ ամենաանիմաստ աշխատանքը, որ ես պետք է անեի, կամ իմ թիմակիցներից որևէ մեկը, որ 5 ժամ պետք է նույն բանով զբաղվեր, ու ես հասկանում եմ, որ չէ, սա ֆանտաստիկ է, սա իրականում ինքն է, միտեղ underhyped է, միտեղ overhyped է։ Այսինքն մարդիկ դեռ չգիտեն իրան ոնց օգտագործեն, իրան օգտագործում են որպես ինչ որ, չգիտեմ, Google-ը 30% ընկել է, գիտես, չէ՞, ասեք սապրոսների քանակը 30 չէ, բայց ահագին ընկել է, ոնց որ այն օրը նայում եմ, հենց գրել էին, որ 30%-ով իր որոնման քան բաները, ասենք սապրոսները ընկել են, որովհետև ինչ դե եթե դու ունես ChatGPT, դու իր հետ ամբողջ օրը կարող ես շփվել ու ինքը տալիս է քեզ ավելի big data analysis, բայց բանը ChatGPT-ին մեկը հլա դեռ խափում է ինչ-որ ինֆորմացիաներ ու research-ի համար հլա դեռ ինքը հարմար չի շատ, որտեվ կարա խափի, պալիվոն պետք է double check անես, բայց հասնելու է նրան, որ ինքը Google-ից ավելի լավ լինի բանով, էլի։ Չնայած Google-ն է ունի այդ տեխնոլոգիաները, ինքը առաջինը իր search-ը կսպանի, իր ձեռով, որտեվ բանը այդ Q-ներ ոնց որ Apple-ի տնօրեններից է ինքը ասեց, որ պատմության մեջ առաջի անգամ Safari-ում Google-ի տրաֆիկը ընկել է։ Հա։ ChatGPT-ի մեկ է նմանատիպ գործիքներ էլի, ChatGPT-ին, Google-ի Gemini-ը, Perplexity-ն ֆանտաստիկ գործիք է։ Grok-ն էլ լավ է։ Հա։ Դե բանը Perplexity-ին search-ի համար շատ հարմար է։ Ինքը Google-ի ալտերնատիվ է կոնկրետ AI-ով շատ հարմար է ու պլյուս deep research-ի գործիքներ ունի, որ թեմաները կարողանում ես լավ research անես, շատ լավ financial analytic անես, ասենք եթե ներդրումների հետ կապված հետաքրքրված ես, շատ լավ անալիտիկ անի խորացված, ինչ ասեմ, շատ տարբեր AI գործիքներ կան, որ այսօր հեղափոխություն են արվել։ Լսի, ես եթե անկեղծ գտնվեմ, ինձ դուր է գալ ինքնուրույն այդ սաղանելը, այսինքն ես դեռ հաճույք եմ ստանում ինքնուրույն ինչ որ տենց ինֆորմացիա վերլուծելուց, ինքնուրույն տեքստ գրելուց, հետո կարող եմ տամ, չգիտեմ, սրբագրել կամ ինչ որ ավելի ինչ, բայց GPT-ին օրինակ, հա, էլի, այսինքն ես դրանից իրոք հաճույք եմ ստանում, ինձ դուր է գալիս այն հին դնել տենց Excel-ը սարքել կամ պրեզենտացիան սարքել, ես հասկանում եմ, որ ինչ որ մի հատ պահ ես հիմա արդեն իսկ քիչ ժամանակ ունեմ դա ինքնուրույն մենակով անելու, ժամանակին ծերից սաղ կարան հիմա ունեմ շատ մարդիկ լավ ֆանտաստիկ ովքեր ինձ օգնում են դա անել, բայց ինձ դուր է գալիս դա, ինձ դուր է գալիս տեքստը գրել, որովհետև ես ունեմ ինչ որ չգիտեմ, իմ ձև է տեքստը գրելու եւ շարադրելու, հա, բայց ինձ թվում է ChatGPT-ին սովորում է, այսինքն ես ինչքան իր հետ խոսում եմ, սկսում եմ հասկանալ, թե իր context window-ն մեծացել է, ինքը շատ ուժեղ արդեն հիշողությունը պահում է։ Օրինակ ես կարող եմ իր հետ հիմա prompt տամ, որ այն օրը որ այս թեմայով խոսում եմ, լայտի վեր հիշի դրա մասով այս բանն ենք անելու կոպիտ ասած, ինքը լրիվ հիշում է արդեն ու պլյուս ինչ է ուզում ասել։ Հա, այդ որ դու ինքնուրույն ձեռով ահագին բան անես, դա շատ լավ է։ Ես օրինակ հենց հիմա մի հատ գիրք եմ կարդում, կոչվում է On Writing Well, William Zinsser-ի։ Նրա մասին է, որ
ոնց սկսես լավ գրես, որովհետև ես լավ չեմ գրում։ Այն նկատի ունեմ, որ գրում եմ, կարդում եմ, ինձ դուր չի գալի։ Հա, քեզ դուր չի գալիս, բայց որովհետև ես չգիտեմ, էլի, օրինակ որն է լավ գրելը։ Դե որ պարզ ես գրում, մաքուր ես Հասկանալի, գրում, չէ՞։ հասկանալի ես գրում, Իրական ես գրում։ տափակ բառեր շատ չես օգտագործում, օրինակ ըստ էության ես կարծում եմ, Ըստ որ երևույթի։ այսօր անձրև է լինելու, չգիտեմ, տենց Պրոստը կարաս ասես անձրև է լինելու, Չգիտեմ, մաքսիմում ավելացնելու, որ Սուրենյանն է ասել։ որպեսզի հա ինչ-որ Հենց ավել բառել չօգտագործել, գաղափար կարողանալ հասցնել, մարդուն պահել։ Շատ կանոններ կա ու նաև ունենալ ինչ-որ ոչ, որը բնական պետք է լինի։ Բնական կարողա գա, կարողա չգա, օրինակ ես գրելուց ոչ չունեմ։ Մարդիկ ուզում են իրարից խելացի թվալ, էլի, Հա, ու ինչի է դա ասում, կներես բանը, որովհետև մենք գրելու ունակությունը գնալով կորցնելու ենք։ Ոնց օրինակ արդեն ֆիզիկապես ուժեղ լինելու կարիք չկա, որտեվ հաստոցներ կա, ամեն ինչ կա, մարդը պետք չի ուժեղ լինի, դրա համար էպիդեմիա ավել քաշի, համ Հայաստանում, համ շատ զարգացած երկրներում ու նենց է գրելու ունակությունն ենք կորցնելու, բայց գրելը շատ ֆունդամենտալ կարևոր հմտություն է, որ մարդ պետք է ունենա, որովհետև կապ չունի լավ ես գրում, թե չի, երբ որ գրում ես մտքերդ մի քիչ ավելի ճիշտ ես կարողանում շարադրես, խոսքդ է փոխվում, այն ինչ որ ուղեղիդ մեջ կարող է լավն է թվում, երբ որ թղթին գրում ես, դառնում է ուրիշ բան։ Դրա համար շատ կարևոր է, որ գրելու ունակությունը չկորցնենք ու ոնց անենք practice-ը պարապենք լավ գրել, շարունակենք փորձել գրել, որովհետև դու լավ սկսում ես գրես մենակ շատ գրելով, ինքը սպորտի նման է։ Դա մկան է, գրելը մկան է, դու պետք է իրան զարգացնես, օրինակի համար, ասես մի հատ հետաքրքիր բան ասեմ, ես չգիտեմ, շատ երգեր եմ գրել, հա, շատ տեքստեր եմ գրել, որոնք դառել են երգեր։ Երգեր ես գրում։ Իրականում շատ եզակիները կան, որոնք ինձ սկզբից դուր են գալի, որտեղ ես որ գրում եմ տեքստը, ինձ թվում է ճեշտություն եմ գրել, հա, բայց հետո ինչ որ մի ժամանակ անց ես սկսում եմ ինքս հասկանալ ես ինչ եմ գրել։ Որովհետև հիմնականում ամենաառաջին փուլում ինձ թվում է, որ տափակություն է։ Բայց տափակությունը ինչի, որովհետև ես չեմ փորձել ավելի խելացի լինեմ այդ։ Մենք հակված ենք անընդհատ գնահատել տեքստը ըստ իր ծանրության։ Այսինքն այնտեղ ինչքան է օգտագործվել բառ շատ բառ է, հա, այդ քո ասացի պես, հա, ինչքան սլավեսնի պանոս, հա, այսինքն ըստ դրա ենք նայում, բայց եթե ես օրինակ գտնում եմ, որ անհնար բառը կամ ահավոր բառը, որը որ բացական բառ է, իմ համար, ասենք, ահավոր լավ, հա, ինքը օքսիմորոն է դառնում, հա, բայց ես շատ եմ, ահա, ես տենց եմ խոսում, կարող է իրենք ինչ որ տարբեր լեզուներից փոխառություններ կարան լինեն, որոնք իմ ուղեղի մեջ տպավորվել են եւ այլն եւ այլն։ Կստացի այն մարդկանց մոտ, որ անգլերենը լավ զարգացած է, ահա որը կարան դրական կոնտեքստում օգտագործեն, դա շատերի մոտ եմ տեսել։ Դա terrific բառը, ասենք ինքը բան է, չէ՞։ Terrific-ը, ասենք էլի դրական բան ունի։ Այսինքն տեքստ պետք է հասկանա, անպայման այս դարում մարդիկ չեն ուզում, որ չեն փնտրում կոնտենտ, որը որ իրանց ասում է, որ իրանք նվաստ են, հասկանում ես։ Այսինքն իրանք փնտրում են կոնտենտ, որտեղ իրանց հետ շփվում են։ Այսինքն իրանք ուզում են իրանց պես, իրանց տեսակի, իրանց մակարդակի, իրանց level-ի կոնտենտ ունենան։ Պարզ կոնտենտ հասկանալի, թեկուզ մակարդակը թողենք մի կողմ, հասկանալի, անկեղծ կոնտենտ են ուզում։ Ես գտնում եմ, որ ես շատ անգամ մարդ չի նայում, ջոգում ես այդ կոնտենտի մեծամասնությունը, որ մենք նայում ենք, ռիլեր կլինի, ոդքասթներ կլինի, չգիտեմ, ֆիլմեր, ինքը entertainment է։ Դու չես ուզում, որ entertainment քեզ ծանրաբեռնի։ Կրուզի տանի, հա։ Մեկ-մեկ դու հատուկ դնում ես տենց ֆիլմեր կամ մեկ-մեկ հատուկ դնում ես այն երգերը, որ կրուզի տնես։ Ես չեմ դնում, դու դնում ես։ Բայց հիմնականում բան է։ Դե ֆիլմեր կա, որ գիտեմ, որ նայում որ ծանր է, բայց մեկ-մեկ ուզում ես նայես։ Հա, ես ֆիլմեր չեմ նայում ծանր, ես կարող եմ մյուզիկ լսեմ, բայց այդ մյուզիկն է, գիտես, օրինակ չեմ, Radiohead-ը տենց ստերեոտիպ կա, չէ՞, որ Radiohead-ը շատ ծանր է, իմ ամենասիրած խմբերից մեկն է, բայց ինձ ծանր չի, որովհետև Radiohead երբ ես առաջին անգամ լսել եմ, ամենադաժի իր տխուր երգերը ասոցացում են իմ, չեմ, երիտասարդ ցոպ եւ շվայտ։ Դες հատուկ ինձ բառեր եմ ասում, որ ասեն, տես ես նոր խոսում եմ պարզ խոսալուց, իսկ մա ցոպ եւ շվայտ ասում։ Այդ ժամանակների հետ ու ես դրանից չեմ տխրում։ Օրինակ մարդիկ կան, որոնք ասում են, Զենֆիրան տխուր է,
Իմ համար Zenfira-ն տխուր չէ, ինքը իմ համար միշտ շատ հաճելի դրական ու շատ ջերմ է։ Այսինքն ես music-ից content-ից փորձում եմ վերցնել ոչ թե էմոցիա, այլ ջերմություն ավելի ու դա կամ շատ սառն է, կամ շատ ջերմ է։ Բանը նոր Zenfira է լսում։ Այդ չգիտեմ, խիստ այնց սիրտս քաշեց ասի Zenfira լսեմ։ Հա, սիրտս քաշեցի լավ բառ է, չէ։ Սիրտս քաշեց։ Сердце подвело-ն է։ Սիրտս ուզեց որ Zenfira ուզեմ, բանը չէ, Бесконечность մի հատ երգ կա։ Արա երևի 10 տարի այդ երգը Чтобы во рту оставался, հա։ Честный вкус сигарет։ Այո։ Այդ երգը երևի մի 10 տարի չէ լսել։ Ասի լսեցի, դենց հետաքրքիր էր, հասկացա այդ երգը։ Հա։ Ու ասում եմ, այն ինչ որ Ծխելն էլ թարգել ես։ ծխելը թարգել եմ, բայց դա շատ հետաքրքիր երգ հանդը, շատ սիրուն գաղափարներ կա այդ երգի մեջ։ Ասում եմ, հետաքրքիր է, չէ՞, արտիստը 19 կամ 20 տարեկանում ինչ-որ բան է գրել, որ դու միշտ լսել ես, քեզ հաճելի ա եղել, բայց դու դա հասկացել ես, չգիտեմ, 35 տարեկանում։ Իրականում շատ հետաքրքիր բան ես ասում, որովհետև ինձ թվում է, որ երաժշտությունը դա արվեստային դիսցիպլինաներից մեկն է, որը չունի սրոկ գոդնստի, հա, չկա ժամկետ։ Լավ երաժշտությունը չունի։ Հա, Ժամանակում մնում է։ դա տենց էս հիմա Համլետ Մինասյան կա, չէ՞ որ մարդիկ լսում են այդ ինչ որ 70-ականների pop, չէ՞, հայկական սպիվքի։ Ֆանկ pop, հա։ Այսինքն դու դա չի եղել, չէ՞ մեր կյանքում, դա ինչ որ մի հատ պահ հայտնվեց, պատկերացրես մարդը տենց արել է այդ մյուզիկը։ Ապա այդ 20-30 տարի ոչ մեկ չի լսել, դու դրուկ հայտնվեց ու դառավ ահավոր պոպուլյար։ Ու տենց է, դու օրինակ, չգիտեմ, մենք այդքան էլ հայտնի խումբ չենք կամ այն երաժշտությունը, որով ես զբաղվում, հա, Fairwind-ը կլինի 3 շիշ գինին, թե կլինի Սավարշավանան, իրանք ինչ որ հայտնիություն ունեն ընդհանուր կոնտեքստի մեջ, բայց Fairwind-ը ահագին լսարան ունի։ Չէ, չեմ բողոքում։ Չեմ բողոքում միանշանակ, բայց դու հասկանում ես, որ դու դա արեցիր, ստեղծեցիր, թողեցիր ու մի օր կգա իր ժամանակը։ Առավելևս դա հեղինակային է, որտեղ մարդիկ չեն ուզում լսեն ցավոք սրտի հեղինակային երաժշտություն։ Մարդիկ ուզում են լսեն իրենց ծանոթ երաժշտություն, որտեղ արդեն իսկ կոնտենտը շատ է։ Այն էլ էս դարում, երբ որ 15 վայրկյանանոց կոնտենտի մեջ ենք մենք ապրում, պատկերացնում ես, մենք վերջերս Fairwind-ով երգ ենք անել, կոչվում է Siri, որը տևում է 6 րոպե 50 վայրկյան։ 6 րոպե 50 վայրկյան։ Այսինքն մենք այդ երգը չդարձնելով ռադիոյի ֆորմատ, այս գլխից իրան ոնց որ որոշել ենք, որ ինքը, չգիտեմ, կտրում ենք իր այս հաջողության այս մի հատ չափաբաժինը, որը մենք կարող ենք ունենալ։ Բայց ռապսոդիա կարելի կլինի։ Դու անում ես, թողում ես իրան ու ինքը հետո մի օր իր ժամանակը կգա, բայց բարեբախտաբար, չգիտեմ, 18 տարվա ընթացքում, որ մենք զբաղվում ենք երաժշտությամբ, մենք շատ լսողներ ունենք։ Մենք իրանց հետ կապի մեջ ենք, դա էլ է շատ կարևոր, որ մեր բենդը, օրինակ, մենք այդ երկկողմանի կապը մեր լսողների հետ պահում ենք։ Մենք տենց, չգիտեմ, իրանց շփվում ենք, լսում ենք իրանք տենց չէ կարծիքներ են հայտնում կապի մեջ են։ Սենց էլի, այսինքն դա շատ կայֆ է։ Ու դա մյուս խմբերն էլ իրենց ձևով էլի ոնց որ չեմ, Սավարշավանան չենք շարունակում, բայց 3 շիշ գինին էլի, ասենք չեմ, 7-րդ մինի ալբոմն ենք անել, մի քանի օր առաջ նկարահանում ենք հիմա եւս 2 տեսահոլովակ, նկարահանելու ենք մի հատ ֆանտաստիկ նկարչուհու արվեստանոցում, դու գիտես չէ՞ այդ պրոյեկտի մասին, ինքը տենց նկարիչների եւ երաժիշտների կամուրջ է, էլի, այդ վաղուց ես տենց ուզում էի, որպեսզի նկարիչների արվեստանոցները հանրայնացվեն եւ մարդիկ տեսնեն, թե ինչ ֆանտաստիկ էներգետիկա վայրեր կան, ու տենց դա էլ իր հերթին ոնց որ աճում, հա, տենց ոնց որ կարող է մի 40 հոգի է իրան ուշադիր հետևում եւ լսում, բայց այդ 40 հոգին իմ համար շատ կարեւոր են։ Չէ, դե ավելի շատ լսող կա 40։ Հա։ 55։ Ահա, չէ, 50 լավ չէ, այն երկու հոգուն խի մոռացար 57։ Շատ խնդալու է։ Բան, եսե, բայց օրինակ դու ինչ ես մյուզիկ անում։ Լսի, ինքը ինձ թվում է դա թերապիան է իմ, էլի, չգիտեմ, մարդիկ հիմա գնում են հոգեբանների մոտ, ինչ որ ձևեր են փնտրում, ես առանց մյուզիկ չեմ կարող, ես անընդհատ եմ մյուզիկ անում, ես խոսում ենք ռիտուալներից, հա, օրինակ ես սիրում եմ քայլել շատ, ու մեկ-մեկ շատ եմ սիրում երկար քայլել ու մենակ քայլել ու մյուզիկ եմ լսում, մյուզիկ եմ գրում այդ ընթացքում, հա։ Քայլելուց երգեր ես։ Հա, քայլելուց մյուզիկ է գալիս, ես որովհետև շատ ոգեշնչվում եմ կենցաղից, որ մենք ապրում ենք, հա, այսինքն քայլում ես, տեսնում ես չեմ բակերով քայլում ես, այդ բակերում вообще այնքան բան կա նայելու, այնքան բան կա տեսնելու, այնքան բան կա նկատելու, որ դու էլ մի քիչ նրբանկատ մարդ ես, դու մի անգամից քո մոտ դա կլիկ է լինում ու սկսում ես գրել։ Ու մյուզիկի իմ համար մի հատ
անհնար մաս է իմ կյանքի։ Ես աշխատում եմ, չգիտեմ, պայմանական 9-ից 6-ը, 6-ից 9-ը ես հիմնականում մյուզիկով եմ ապրում, մտածում, դաժե քնած ժամանակ, հա։ Այսինքն առանց մեր ժամանակ հասկանում ես, մեր սոցիալական սոսինձը երեխա ժամանակ եղել է մյուզիկը։ Քո ասացի պես, հա, այսինքն մենք փողոցում մարդ ենք տենում գործիքով, որը չգիտեմ, կլարնետ չէր։ Մոտենում ասում էին կարողա ռոք ես լսում, հա։ Այսինքն մոտենում տպում եք։ Այսինքն չգիտեմ, օրինակ այն ժամանակ Երևանում սա խոսում էին, որ բան, տենց սիստեմը ամենաշատը լսում են օրինակ Վանաձորում, հա, Կիրովականում, հա, այսինքն Կիրովականում ռոկի տոկոսը բան էր, բարձր էր։ հա, ռոք լսողների տոկոսը իրոք բարձր էր Կիրովական։ Ու ես մինչև հիմա, ասենք, տենց ոնց որ իրանք քո համար միանգամից ոնց որ դառնում են soulmate, հա, այսինքն իրանք քեզ միանգամից հետաքրքրում են մարդը, որ քո ճաշակը կիսում է։ Ու ինքը իմ համար տենց է մնացել, որտեվ ես իմ կյանքում ամենակարևոր մարդկանց իմ կնոջից մինչև իմ ընկերներ գտել եմ մյուզիկի միջոցով։ Այսինքն մենք նույն երաժշտական ճաշակն ենք կիսել ու ինքը ահա որ կարևոր է մեր համար, էլի։ Իմ համար, չգիտեմ, դա մի հատ ուրիշ բան է ու ես անընդհատ ինքս ինձ ոնց որ challenge եմ անում երաժշտության մեջ, որովհետև երբ որ սկսում էինք երաժշտություն անել, կար իմ երաժշտական տաղանդին եւ չգիտեմ, ապագային հավատացող շատ փոքր քանակ մարդ էլի ու փորձ ցույց տվեց, որ 18 տարի հաջորդականորեն անընդհատ consistently աշխատելով այդ դրա վրա դու գալիս հասնում ես ինչ-որ մի հատ հետաքրքիր կետի, որտեղ ունես գրված երգեր հեղինակային, որտեղ ունես ռիմեյքներ, որտեղ ունես վիդեոներ, որտեղ ունես համերգներ Հայաստանում եւ Հայաստանից դուրս եւ այլն եւ այլն։ Կուտակվում այդ ամենը շան։ Իհարկե, հիշում ես, չգիտեմ, որ երրորդ rearrange-ի թողարկումն է սա լինելու, բայց որ երրորդը որ լինի 254 3 դա հերթական achievement-ն է, հասկանում ես, դու մի քայլ առաջ ես գնացել։ Ու դու մի քայլ առաջ ես գնալու ու մտածես թե մյուս շաբաթ մտածել ես մյուս շաբաթվա հյուրով է լինելու, չէ՞։ Ու դա եւս մի հատ փոքր քար է այն ամբողջ կառույցի մեջ, որը դու սարքում ես։ Նույնիսկ մենք 18 տարի առանց ինչ որ feedback-ի դա կլինի, չգիտեմ, ինչ որ ֆինանսական կամ չֆինանսական, այս ամեն ինչով զբաղվում ենք զուտ սիրելով այդ երաժշտությունը, զուտ սիրելով այդ ոգին, զուտ ցանկանալով ցույց տալ, որ մենք կարանք անենք այն ինչ մեզ դուր է գալիս եւ այն մյուս 7 հոգուն կամ 57 հոգուն, ովքեր որ մեր հետ այդ նույն նավի մեջ են գտնվում։ Լավ է այդ, շատ լավ է։ Դե հասկանում ես, օրինակ ես նաև ուրիշ մի հատ բան կա, տես, երբ որ դու, չեմ, սիրում ես մյուզիկ, սիրում ես կինո, սիրում ես գրել, կամ ինչ որ արվեստի ճյուղ, դու ես ոնց որ խոսեցինք, հա, մարդիկ ստեղծարար են ի սկզբանե։ Եվ իրենց պետքա ուղղակի սովորեցնել, թե ոնց իրանք արտահայտեն իրենց մեջ այդ ստեղծարարությունը։ Իմ լավագույն երևի, չգիտեմ, մեծամասնությունը բիզնես որոշումների, որոնք ես կայացրել եմ իմ այլ կյանքում, գործնական բիզնես կյանքում, հա, իրենք հիմնականում ծնված են եղել ինչ որ արտիստիկ բնազդներից։ Այսինքն ինչ որ ստեղծարար բնազդներից են ծնված եղել։ Դու, չգիտեմ, որոշում ես, որ ես կանամ sense, որտեվ տենց ոչ մեկ չի արել, это будет очень красиво, չգիտեմ։ Այսինքն դու դա երբ որ կարողանում ես համատեղել քո այն մյուսի մեջ, դա դառնում է իդեալական։ Հիմնականում խնդիրը ինչու՞մ է, օրինակ, ես շատ եմ տխրում, որովհետև ֆանտաստիկ երաժիշտներ, ֆանտաստիկ, չգիտեմ, արվեստագետներ տարբեր դիսցիպլինաներից իրենք անհետանում են ինչ որ մի հատ պահի, որովհետև իրանց ուտում է կենցաղը։ Որտեվ կամ ուտում է գործը, պետքա փող, ախպեր դե փող չկա մեջ, հա, այդ արտահայտությունը, փող չկա, չի լինելու, բայց փողը չի ամենակարևորը, այսօր ամենակարևորը որ դու քո հետ ներդաշնակ լինես։ Դե հա, չգիտեմ, շատ մարդ երաժշտությունից գնում է զուտ այդ պատճառով, որովհետև չի կամ ընտանիքը դրանով ապահովել ու մեղադրելու չի, որովհետև Ընդհանրապես մեղադրելու չի, բայց հատկապես եթե ինչ-որ նիշային փոքր ուղղությամբ է զբաղվում, իրանով հատկապես այսօրվա գներով, այսօրվա թանկությամբ շատ դժվար է ընտանիք պահել, էլի։ Բայց գիտես, եթե դու շատ ես սիրում այդ ամեն ինչը, դու կգտնես ժամանակ ու պետք չի անընդհատ փող դնել։ Իրոք պետք չի։ Դու կարող ես ստեղծել հնարավորություններ, որտեղ դու կարաս զբաղվես էլի մյուզիկով, որտեղ Դե այսօր կոնտենտ ստեղծելը ահագին էժանացել է իրականում։ Այսօր երաժշտություն կլինի, վիդեո պրոյեկտ կլինի, չգիտեմ, աուդիո պրոյեկտ կլինի, ինչ կլինի,
այսօր շատ ավելի էժան է, քան 10 տարի առաջ։ Իհարկե, բայց ես օրինակ շատ Շատերը եմ։ դա կարողանում են անել իրենց տանը սպալնայում։ Հա, Tame Impala-ն մի հոգանոց խումբ է, օրինակ, հա, Այս այսինքն վերջերս էլի viral է գնացել, գիտես, հա, TikTok-ում։ հա դե գնա, դա ինքը գիտի ոնց viral գնա։ Դες գիտես հարցը ինչու՞մ է կանում։ Օրինակ ինձ նաև երաժշտության մեջ ինձ շատ հետաքրքիր է process-ը։ Այսինքն ոնց ես դու դա անում, ոնց է երգը, որը որ դու գրել ես notes-ում քո iPhone-ի, դառնում ստեղծագործություն, կլիպ եւ այլն։ Այսինքն դու այդ process-ից պետք է կայֆ ստանաս, այդ կոմպյուտերով գրելու ձևերը իրոք սաղ գիտեն։ Այսինքն sound card առնել տունը դնել է, բայց ես օրինակ իմ համար գտել եմ, որ ինձ ամենահետաքրքիր ու ամենաշատ ոգեշնչող մասը այդ ամեն ինչում դա process-ն է, որտեղ մենք, չգիտեմ, ընկերներով հավաքվում ենք ստուդիայում ու մենք չենք հասկանում վերջը ինչ ալնելու։ Այսինքն մենք ժամանակ ենք ծախսում, փող ենք ծախսում, էներգիա ենք ծախսում, իրարից նեղանում ենք, իրար հետ բարիշում ենք։ Այդ ամբողջի արդյունքում ստեղծված արդյունքը ել ավելի համով է լինում, ել ավելի հետաքրքիր է լինում, որովհետև դու ասում ես, վաու, շատ կայֆ է։ Ու նաև ես մի հատ ուրիշ բնավորություն ունեմ, որ ինձ շատ է դուր գալի ինչ որ մարդկանց նաև ներգրավել այդ process-ում։ Օրինակ, երբ որ առաջին ալբոմը հանում ենք, մենք խորացել ենք մյուզիկը, որ կասետով հանենք իրան ու իրան տեն սեթ էինք սարքել, որտեղ կասետ էր, աուդիո ու մեջը մատիտ էր։ Ու art direction-ը արել էր Ռամբալ Կոշյան, Վահան Ստեփանյան, ու ես շատ եմ հպարտանում դրանով, որտեղ Վահան իմ ընկերն է ու մենք միասին ինչ որ մի հատ պրոյեկտ ենք արել, հա։ Կամ չգիտեմ, ինչ որ մի հատ վիդեո ենք նկարում, որտեղ մասնակցում է իմ ընկերը, չեմ վերջերս Siri կլիպը, որ նկարում ենք, art direction-ը մեր իմ ընկեր Միքոն էր անում, մանկական ընկերս է նկարիչ, ասենք ինքն էր մասնակցում, ինքն էր գրել storyboard-երը ուղարկել, ու դե պատկերացնում ես այդ արանքում բոցերը, բան, որ լինում են, էլի։ Ինչ որ մանկական ընկեր են ասում, ես պատկերացնում եմ, այս փոքր ընկեր։ Բայց նույն մարդիկ են, չէ՞, էլի մորուքներով, պրոստը փոքր չափի են, էլի։ Փոքր ընկեր, մանկական։ Ես մի անգամ այդ մանկական թեմայի մեջ, տենց դե քանի որ խմիչքի ոլորտում եմ աշխատում, դա էլ երևի քո համար շոկ կլինի։ Հա, լուրջ։ Ուրեմն, երբ որ աշխատում էի Երևանի կոնյակի գործում, Արարատում, տենց դե փոքր տենց ֆորմատի խմիչքներ կան, չէ՞, մինիատյուրկա են կոչվում, հա։ Տես մեկի մեծ անգլեր ասել Վակոջան են ձեցկի արարատներից էլ իր այդ ասենք այդ մարդու համար լյուբոյ փոքր բան ձեցկի էր, էլի հասկանում։ Մանկական արարատ։ Ձեցկի աղթամարներ էլի ինգերես ասենք ոնց կարանք դրանից ճարենք։ Ես տես բանին էի ասում, Կիլիկյան փոքր sense պիվաներ հանեց, չէ՞։ Հա։ Sense 220 էր, ինչ էր։ Չգիտեի, հա։ Պիվ եք, sense պտտո եք ուրիշ։ Սոսկո։ Մանկական պիվա։ Դա կրկին է նաև մենք ոնց ենք դες բաներին նաև։ Կստացի Գերմանիայի փաբերում, օրինակ, ինչ ինձ զարմացրեց, որ շատ փաբերում բան էին անում, պիվ են տալիս էին sense փոքր բաժակներով, 150-200 միլի, ու հարցրեցի տես գերմանացի ծանոթներից, ասին նրա համարա, որ պիվեն հանկարծ բան չունի, չնստի, որտեղ կես լիտրով որ տալիս են, վերջում արդեն ինքը տես լավ։ Արդեն ոնց որ ինքը արդեն բան անում է։ Հա, sense շունչը փչում է։ Համ դու ես օգնում, համ գարեջուրն է հոգնել։ Հա, տես շուշուտ 200 միլիով խմում ես։ Դե նաև այդ կոնցեպտը կա, բացի դրանից այդ beer flight-երը, չէ՞, որ երկար տարբեր ձևով, եթե մտնում ես չու մի հատ գարեջրատուն, որտեղ մեծ ընտրություն կա գարեջուրների, այսինքն դու flight-ը ստացվում, փորձում ես, հա, հետո արդեն ասում ես, չգիտեմ, սա դուրս եկել է, բերեք 5 լիտր։ Ստեղել են անում, ստե գարեջրը տներն էլ են անում տենց։ Հա, սիրված գարեջուր։ Հա, կարելի ասել, բայց աշխատում եմ շատ քիչ ալկոհոլ օգտագործեմ, կարելի ասել ընդհանրապես չեմ խմում։ Հա։ Լավ չի ազդում ինքին վրա։ Նախ դուրս չի գալի, որ բիզնեսի վրա լավ չեք ազդում։ Հա, ես գիտեմ։ Իմ նմանները, որ առավոտները վազում են, ասում են չխմեք, շատ վատ են ազդում ձեր բիզնեսի վրա։ Իմ ընկեր Նարեկը Բախտեմյան ասում է, որ դու արթնանում ես, միշտ ինձ ասում է, ասում է դու որ արթնանում ես, գնում ես իջորտը, ես այդ ժամին հետ եմ գալի տուն, այսինքն որ տես ռիլ կա, չէ, որ իրար հանդիպում են մարդով։ Իմ հետ տենց եղել է։ Ծննդի օրը որոշել էի, որ մեր ծնունդի օրը։ Հա, իմ ու քո ծնունդը նույն օրն է։ Մեր ծննդի օրը որոշել էի, քանի տարեկան դառնում եմ, 35 վերջի անգամ դառը։ Որոշել էի 35 կիլոմետր վազեմ ու դա շուտ հելա, որտեղ հետո ուզում եմ գործի գնայի։ Առավոտը 5-ից կես գնացի Ձորոն վազելու։
Ես սկսել եմ վազել ու ձորից այդ ռեստորաններից խմած մարդիկ են դուրս գալիս։ Ինձ նայում ասում ես ով ես գիժ էլի առավոտին ասես ուրա վազ ջրերը բաները վրան դրած 35 կիլոմետր 35 կիլոմետր վազեցի ծնունդիդ։ հա Ինչ է քեզ այդ վազելը բա տալիս։ Արա լավ հարց է ես սկսեցի վազեմ 2 տարի առաջ ինքը ինձ առաջի բանը որ տվեց ես հասկացա որ հետևական ինչ-որ մի բան անելը ինչքան արագ կարա արդյունք բերի բայց մեկը պետք է անընդհատ անես որ այդ արդյունքը լավանա շարունակական հետևական երկրորդը որ լսի առաջի անգամ որ հելա վազեմ 8 րոպե եմ վազել այսօրվա նման հիշում եմ 8 րոպե էի վազում շունչս կտրում էր ուզում էի այնց մեռնեի ծխում էր այդ ժամանակ որ թոքերը նոր էի թարգե հլա դեռ այդ մեջից դուրս չեր եկե նոր թարգել էի ու որ սկսեցի վազեմ այնց շատ վատ էր շատ բայց դրանից երևի մի 8 ամիս հետո ու վազեցի 42 կիլոմետրից մարաթոն 8 ամիս հետո մի տարի չէր անց հաստատ ու այդ նաև տալիս է մեջ ինքնավստահություն պլյուս քաշը սկսեցի մի 15 կիլոնի հարեցի ֆիզիկապես ավելի ամուր եմ դիմացք ունեմ ավելի փոքր ստրեսերը մեծ ստրեսերը շատ ավելի թեթև եմ տանում որտեվ արդեն ավելի ամուր ես համ մենտալ համ ֆիզիկական առումով օրվա վերջում սատկած չես կարողանում ես մինչև երեխուդ քնելը հետ է ինչքան ուզես խաղաս ու վազես այսինքն շատ առավելություններ է տալի հիմա հեծանիվն էլ եմ ավելացրել անպայման ուժային եմ անում որտեվ այդ ամեն ինչի կոմպլեքսի մեջ է շատ լավ ու ինքը քեզ համ մարմինդ համ միտքդ համ ով ես դու տրանսֆորմացնում է դեպի լավը ես դրա համար անընդհատ դրա մասին խոսում եմ ու հասկանում եմ որ եթե շատ մարդ սկսի իր մասին հոգ տանի իր վրա աշխատի կարճ ժամանակում մի քանի տարվա մեջ իսկ դա կարճ ժամանակ է դու շատ արագ դրա արդյունքը տեսնելու ես ես սկսեցի վազել երբ որ Անգլիայում եմ ապրում իմ դիմացը Richmond Park-ն էր Լոնդոնում այնտեղ տենց ֆանտաստիկ տեղ է ես հիշում եմ ինչ որ եղնիկներ դե կան ահա որ մեծ կանակի այդ պարկում չէ ու ինչ որ մի շրջան ունեն երբ որ իրանց մոտ այդ party-ն է սկսում բազմացման եւ տենց հատուկ փոշոտումն է էլի եղնիկների եւ հատուկ գրած էր որ սիրելի վազորդներ մի վազեք կփոշոտեն նաեւ ձեզ եղնիկները հիմա շատ գրգռված են բայց իրականում դա ֆանտաստիկ միջավայր կար վազելու համար ու երբ որ դու այդ միջավայրում ես շատ թույներ շատ կայֆ է էլի վազելը հետո ես եկա Հայաստան ուզում էի վազեի ու հարմար չէր Вообще հարմար չի ստեղված։ Դու ազնիվ ասեմ, հա։ Վատ տեղեր պետքա գտնես ու առավոտը պետք է գնաս, քանի ավտոները չեն արթնացել, մարդիկ չեն արթնացել, բայց գիտես ոնց է, ամենակարևոր բաներից մեկը որ հասկանում ես, երբ որ դու անձամբ քո դժվարությունը ընտրում ես, մնացած դժվարությունները դառնում է հեշտ։ Միանշանակ քո հետ համաձայն եմ։ Դու ընտրի մի հատ դժվար բան, արա ու տես ոնց է ամեն ինչ ավելի հեշտանում։ Իսկ դու որ վազում ես, դու կարաս օրինակ համար ստադիոնում կրուգերով վազես, հա? Ես չեմ կարող։ Ես եղել եմ որ Վարդավարի այդ բանը որ կա, այգին կա, ինքը 1.2 կիլոմետր է, մի հատ կրուգը, այդտեղ 32 կիլոմետր վազել եմ։ Լսի, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա։ Բայց աշխարհն է բրուտալ վազքը, գիտես, որ կոնկրետ անմարդկային է։ Տենց ստադիոնի պատվալում նույն կրուգը կա 400 մետրանոց ու մարդիկ 24 ժամ պատվալում այդ կրուգով վազում են։ Ինչի համար։ Տենան ով կդիմանա։ Շատերը չեն դիմանա, ֆիզիկապես չեն։ Պրոստը մենտալ այդ որ լույս չկա ու դու պատվալում 400 մետրանոց նույն տեղով անընդհատ կրուգներ ես տալի, պրոստը մարդիկ մենտալ չեն դիմանում։ Լսի, օրինակ ես երբ որ վազում եմ կամ կարծում եմ անում, իմ համար կարևոր է տեսարանի փոփոխությունը։ Էլի այդ նույն բանից էլի ես չգիտեմ այդ դժբախտ overachieving-ի հարցն են գալիս, որովհետև ես որտեղ սովորացրեցի ինձ այդ ընթացքում նաև մտքեր գեներացնել, գրել, որոնք հետո կդառնան տեքստ, այսինքն այդ տեսարանից ես դու ոգի շնչվում էլի, ու ինձ շատ ձանձրալի է։ Հեծանիվ քշի։ Ես հիմա հեծանիվ եմ սկսել։
Օրինակ Որտես ում հետ ես քշում հեծանիվ։ try club-ի հետ եմ քշում։ Բանը այն օր գնացինք դեպի Հրազդան, Սևանի այդ դեպի Սևանի կողմ, Չայնին որ բարձրացար, այդ այտենց շատ դժվար է, առաջի անգամ էի Չայնի գնում ու հետո բջնիով տենց սիրուն հետ ես գալի Երևան, մի հատ ֆանտաստիկ տեսարաններ է, կամ այս վերջի շաբաթ օրը 75 կիլոմետր քշեցինք, բանից Մասիսից գնացինք դեպի Վեդի, հետո Վեդից հետ եկանք ճանապարհին ու այս վերջի շաբաթ օրը նենց ֆանտաստիկ եղանակ էր, սենց արևոտ ու շատ շոգ չէր, շատ սիրուն եղանակ էր, սենց Արարատը նենց ոնց որ այսպես դեմը տեղներ էլի դու քշում ես ու այդ Արարատին ես նայում այդ ու մաքուր օդ հետ օրը տենց լավ կանաչի հոտը գալիս էր, սենց շատ հաճելի էր էլի, շատ։ Ինձ էլ է շատ մոտիվացնում Արարատ տեսարանը, ես որ չգիտեմ մեր տնից որտեղ որ ես մեծացել եմ, ես ամեն օր տեսել եմ ոնց է իմ papan առավոտը տենց կոֆեն վերցնում նայեմ Արարատին ու տենց ոնց որ sense կոմոդ մի հատ ուղեղումա screenshot կա, հա, papai մեջ կա Արարատը կոֆեն, չգիտեմ, սիգարետը կամ հետո արդեն առանց սիգարետի ու ես շատ եմ ոգեշնչվում Արարատից, Արարատը մի տեսակ որ բացվում է ոնց որ հոգիներս, սրտներս բացվեն էլի ու չգիտեմ, իրապես սակրալ բան, սիմվոլ չկա երևի էլի, այն որ ասում է ինչպես անհաս պարկի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում, երևի այդ տողերը նու անհնար ավելի լավ ասել, անհաս պարկը ինչքան հետաքրքիր բառակապակցություն է, չէ՞։ Այսինքն դա անհաս պարկը դա պատկերացրա անվերջ շարժիչ է, անվերջ մոտիվացիա է, դու վազում ես այդ պարկի հետո չես հասնելու, բայց դու գնում ես, այսինքն դու անընդհատ ինչ որ շարժման մեջ ես դեպի դա։ Ու այն դարում, երբ որ մենք բոլորս շարժման մեջ ենք, բայց չենք հասկանում թե որ ուղղությամբ, այսինքն այդ մեր շարժումը, որում մենք ապրում ենք, դա չէ, մեծամասնություն չի դա դեպի առաջ է տանում, թե հետ է տանում, вообще, թե դու զուտ մի հատ 400 մետրանոց պատվալը սկտել ու մեջ վազում ես, հա, պայմանական։ Դա ես շատերին որ նայում ես, իրաց կյանքը հենց այդ 400 մետրանոց պատվալն է, որ անընդհատ նույն կռուգը տալիս են, այն հույսով, որ ինչ-որ մի բան պետք է փոխվի, բայց չի փոխվում, եթե դու նույն տեղը նույն ձև վազում ես անընդհատ։ Հա, հենց դրա մասին է էլի, այդ անհաս պարկը շատ հետաքրքիր գաղափար է ընդհանրապես։ Ու այդ ամեն առավոտ Արարատ տեսնելը, չգիտեմ, դա ֆանտաստիկ։ Ես երազում եմ բարձրանամ Արարատի գագաթը։ Այս տարի գնալու ես, չէ՞։ Հա, ուզում եմ գնամ, բայց չեն հավատում ոչ մեկ, դրա համար չեմ ուզում մեծ խոսամ Չէ, գնա արդեն, բան, մեր մի քանի սար իրար հետ կգնանք։ Հա։ Մի հատ Արագած կգնանք, մի հատ Խուստուփ կգնանք։ Հետո քրդերին կասենք կտանենք դնեն վերևը Չէ, բայց բանը որ մի քիչ պարապես, ամեն օր քայլես, մի քիչ վազես, base fitness-ըդ որ լավացնես, Արարատը շատ դժվար սար չի։ Հիմա այդ կակրաս այդ գործընթացի մեջ եմ, բայց ինքը ավելի տես գաղափարական իմ համար մեծ բան է։ Նավը տանենք լեռան վրա, տեսնենք ինչ է։ Ես առաջ չի հասկանում այդ Արարատի հանդեպ այդ սերը։ Հա։ Բայց մի սկսել եմ այդ սարը շատ սիրեմ։ Ու որ տենում եմ օդերս ոնց որ բացվում է։ Հա, ինքը ֆանտաստիկ է, չգիտեմ։ Երևի այդ գենետիկ եկած ինչ որ հիշողություններ է, էլի հասկանում ես։ Իմ համար ինքը գիտես ոնց է, նա երբ որ ծառայում էի, մենք մի հատ սար ունեինք։ Դու Արցախում ես սար է։ Հա, մի հատ սար ունեինք, այդ ու այնտեղ հին ծառա, ով տեսել էր որ ուվալնյատ էին եղել, սենց ամառվա պրիզվի, ասում ենք հենց այդ սարի գագաթը կանաչեց, ուվալնյատի վախտնա։ Չոգում ես։ Ու այդ սարը սենց սիմվոլ էր դառել, էլի որ սպասում ենք որ սարը կանաչի, որտեվ սարը հենց կանաչեց, մենք տուն ենք գնալու։ Հա։ Չոգում ես, Արարատը մեր իմ այսօրվա կյանքի մեջ չասեմ, ինքը ինչ որ տենց ուժի սիմվոլ է, որ մեր էության ամենամեծ ինքը ընդեղ է, ինքը կանգնած է, ոչ մի բան իրան չի խանգարում, դու իրան կարող ես չտենաս, բայց ինքը ընդեղ է, ինքը կարող է ձյան մեջ լինի, ինքը կարող է կանաչ լինի, ինքը կարող օրինակ ինձ ասում են մի խես նույն ստորին ամեն օր գցում, ասում եմ նույնը չի, Արարատ ամեն օր տարբեր է, անընդհատ որ դու ամեն օր իրան տենում ես ու ուշադիր նայում ես, ինքը ամեն օր տարբեր է, բայց ինքը իմ համար սիմվոլ է դառել, որ
եթե մի բան քո համար կա, կապ չունի ամպերի մեջ է, 40 օր չես տեսել, մառախուղ է, բացվելու է։ Ջոկում ես, ինքը ոնց որ իմ համար այդ ուժի սիմվոլն է, որի հետևից դու պետք է գնաս։ Ու մի օր է դու ես դառնալու այդ սարը, հասկանում ես, մի օր է դու ես դառնալու այդ մայակը, ով ուժատալու ուրիշներին։ Հաղվերցանը տենց բանոն չէ, միևնույն է Գարնանը կծաղկի իմ այգին քո ճամփան երգի մեջ ու երբ որ Արարատը նույնիսկ այդ չի երևում, միևնույնն է մի օր բացվելու է, ու որ բացվի, իր հետ բերելու է իր համապատասխան շունչը տակ ես, էլի։ Ես լրիվ կիսում եմ այդ վերաբերմունքը։ Ես օրինակ շատ եմ կարոտում։ Ես ամեն օր ման եմ գալի աչքերով, չգիտեմ, Արարատը, ու ինքը չի կրկնվում, դու շատ ճիշտ ես ասում։ Ինքը մեր համար սակրալ է, ինքը մեր էության ամենամեծ բաղկացուցիչ մասերից մեկն է։ Ինքը այնքան ուժեղ է, որ Արարատը նենց է արել, որ մենք չկարողանանք էլ ոչ մի բան լավ նեյմինգ անենք։ Ասենք Հայաստանում ամեն ինչի անունը Արարատ է, չէ՞, հա։ Այսինքն հասկանում ես, ասեք ինչ ասես Արարատ անունով կա, եւ մենակ Կալգոտկի չկա Արարատ անունով։ Արարատ Կալգոտկի։ Հա, հասկանում ես, այսինքն ինքը իրոք մեր շատ մեծ մասն է, էլի այդ բիբլիական եւ այլն իր այդ սաղ պատմությունները բոլորը դրան relate են անում, բոլորը դրան հավատում են, բոլորը դրա հետ կապ ունեն։ Տղես նոր sense ան պապ, իսկ Արարատի մեջից երբ է լավա դուրս գալու։ Լավա դուրս գա ու դեպի Թուրքիա կամի ուժեղ։ Երեխու համար բանը տենց հրաբուխը, Արարատի իդեալական հրաբուխի սարի տեսք ունեն, գրքերի մեջ էլի։ Որ էսա պետք է ժայթքի ու լավան թափի։ Իսկ դուք չեք խաղում, տենց ինչ որ խաղալիքներ առնում, որտեղ որ քիմիական էքսպերիմենտներ եք անում ու վուլկան չունեք։ Մենք օրինակ տենց մի բան ունեինք շրջան, երբ որ մենք վուլկան էինք անում տունը, տենց ակնոց բան էինք հագնում, այդ ակնոցներն էինք հագնում, թափանցիկ, այդ National Geographic խաղալիքներն են, չէ։ Շատ լավն են դրանք։ Այ ամենալավ խաղալիքներն են, որովհետև բոլորը երջանիկ են։ Դու երջանիկ ես, որովհետև դու կյանքում չես ունեցել տենց խաղալիք, երեխեդ երջանիկա, որտեվ այդ պահին վուլկանը անում, չգիտեմ, պապայի հետ, կինդ երջանիկա, որտեվ հետո թափում ես այդ խաղալիքը ու տեղ չի զբաղացնում տանը։ Այս վերջին կինս այդքան է երջանիկ չէ, որտեվ բան էր, ասենց կավի մեծ կտորներ էր գիպսի։ Այն որ պետք է ջարդես։ Մանր ջարդելով դինոզավրներ ենք մեջից անում ես ու տղես։ Ճոկել ես, ինչքան դժվար է դա ջարդելը։ Ես ինչ-որ մի հատ պահի արդեն գնում եմ բան։ Ուրախանում ենք այդ դինոզավրը գտելուց։ Ես ինչ-որ մի հատ պահի արդեն իրոք մեծ մուրճ էի ուզում վերցնել ու սկսեի նորմալ ջարդել, որովհետև ներվայնանում էի, դանդաղ էր ջարդվում այդ գիպսը։ Հա, դե տղեսը բան այն ստերեոտիպ տղա երեխա է։ Վազի, ջարդի, փշրի, Marvel, դինոզավր, ավտո։ Նստում ենք ավտոս մոպ մի հատ Iron Man-ի երգը դիր։ Էդի բանն է Black Sabbath-ի Iron Man։ Մեկը sense մանա գալի։ Մեկը տանը նստած քայլում է sense ու երգում նա Իսկ Կիրակի օրերը Sunday Bloody Sunday-ը չի երգում։ Կամ որ ներվայնացնած չեմ պարանոիդ է։ Օրինակ չէ Black Sabbath-ից մենակ այդ երգն է սիրում, որտեվ Iron Man-ը սիրում։ Մինչև այդ այսին բանը Sunday Bloody Sunday ասած էդի YouTube երգներ խայտարակ եղանք Sabbath Bloody Sabbath-ը ոնց որ են նրանց։ Չգիտեմ Black Sabbath-ի ամենա լսած խմբերից չի։ Ես Չնայած պապան շատ էր սիրում, բայց խմբեր կա օրինակ որ այդ հներից ես քիչ եմ լսել, օրինակ չգիտեմ Deep Purple, Black Sabbath, Nazareth, Beatles-ը շատ չեմ լսել, ես գիտեմ որ քո ամենասիրած խումբն է։ Այդ հներից ամենաշատ ես վայելում եմ մինչև այսօր Led Zeppelin։ Իմ ամենասիրած երկրորդ խումբը Led Zeppelin-ն է, բայց եթե այս տխուր եմ լինում, ես մտնում եմ Beatles-ի հին վիդեոներ եմ նայում, իմ տրամադրությունը դզվում է։ Բարձրանալու չէ։ Հա, իրանց այդ, չգիտեմ, իրար հետ բոցերը, բան ինտերվյուները եւ այլն, այդ իրանց այդ իրար հետ վիճակից ես այնքան դրական էներգիա եմ ստանում, որ ասելու չի, ու ինձ թվում է բոլորն են ստանում այդ էներգիան, բայց այտենց չի էլի, բայց այդ ինձ թվում է որտեղ ես մարդկանց ուղարկում եմ random Beatles-ի վիդեոներ ու իրանք տես fuck մենք Beatles չենք սիրում։ Խես մեզ ուղարկել Ringo Starr-ի գովազդը, որտեղ ինքը նկարվել է Ճապոնիայում, որտեղ տիպը Ringo-ն խնձոր է ճապոներեն ու ինքը գնացել է Ճապոնիա գովազդում է նկարվում։ Բայց ասա բաց մար արտիստները մեկ-մեկ տես random բաներ են անում։ Հայ իհարկե շատ խնդալու է։
Չէ, այն էլ հասկանում ես իրանց ժամանակ, երբ որ իրանք ապրել են մաքսիմալ այդ անալոգ ժամանակաշրջանում, այսինքն տենց սաղ Արա, բայց իրական այդ է։ ժամանակ ոնց էին տենց հայտնի դառել։ Լսի, ես ուրիշ բանի մեջ եմ խորացել, քանի որ ես ունեմ մեծ հավաքածու օրինակ Beatles-ի մասին գրքերի եւ այլն, ես մի օր խորացա, թե ինչքան իրանք նկար ունեն, ֆոտո։ Շատ ունեն։ Ահա որ անհնար քանակի իրանք ասեք չկա տենց բան որ դու ասես ասես մի հատ Beatles-ի նկար բեր ու այդ չլինի, հա։ Ու այսինքն իսկ այն ժամանակ ֆոտոն եղել է Թանկ հաճույք։ թանկ, շատ թանկ հաճույք։ Ու իրանք այդ դոկումենտալիստները իրանք անհնար producing team են ունեցել։ Անհնար producing team են ունեցել։ Շատ ուժեղ, հա, շատ ուժեղ։ Ու չգիտեմ, ես այս անցած տարի դեկտեմբերին 2 օր իրար հետևից Paul McCartney-ի համերգին էի, չգիտեմ, ես տես բան չեմ տեսել իմ կյանքում։ Դա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր, որովհետև սա կյանքս երազել եմ լինեմ Beatles-ի կամ Beatles-երի համերգին, դա իմ համար շատ մի հատ ուրիշ experience էր, բայց երկրորդ Led Zeppelin-ը դա լրիվ ուրիշ մյուզիկա էր։ Ես Zeppelin իմ երկրորդ ամենասիրածողն է, արդեն երրորդը չեմ կարող ասեմ որն է, որտեվ երրորդի հավակնորդները շատ են, հա։ Ըստ ազդեցության։ Purple-ը եմ շատ սիրում, դե օրինակ երբ որ Purple-ը համերգ էր տալիս Երևանում, այդ մի հատ ուրիշ օր էր էլի, որտեվ մենք երեխա ենք գնում ենք ռոք կլուբ, այն հին ռոք լսողները գալի պատմում են, որ Յանգիլն եկել է Հայաստան, բան Թոնի Այոմի հետ մենք Յանգիլն ինա տեսել իր սեփական աչքերով բան, ու մեկ էլ մի օր է գալիս, տես դու տեսնում ես, որ Deep Purple-ը Հայաստանում համերգ ունի, ես այն ժամանակ Red Bull-ում էի աշխատում։ Վրաստանում չէ համերգ։ Երևանում համերգ տվեց, մի քանի հատ։ Այս Eco հա, այս ոնց որ այս ամառը ունի համերգ։ Արաներ Թադևոսյան դրա մասին գրել։ Անց հետաքրքիր էր, ուրեմն այս Deep Purple-ի համերգի օրը ես այն ժամանակ աշխատում էի Red Bull ընկերությունում որպես student brand manager, ու դե Red Bull-ում իմ գործառույթներից մեկը կանում էր այդ արտիստի ռայդերը ապահովելը եւ այնտեղ չեմ այդ Red Bull-ը պիտի խալաթջնիկ ունենար, որ արտիստը խմեր Red Bull կամ չխմեր Red Bull, ամեն դեպքում իմ KPI-ների մեջ էր մտնում։ Ես գալիս եմ տուն, չգիտեմ, ես 20 տարեկան եմ կամ 19, չեմ հիշում կոնկրետ որ թիվներ, 19 թիվներ, 19 տարեկան էի, ոնց որ 29 թիվներ, գալիս եմ տուն, հագնում եմ իհարկե Led Zeppelin-ի մայկա Deep Purple-ի համերգին, քանի որ ես սիրում եմ Led Zeppelin, պատրաստում եմ դուրս գալ ու ինձ զանգում են կազմակերպիչներից ու ասում են, որ իրանք ունեն խնդիր, չեն հասցնում առնել պիցա։ Հա, պիցա պիտի տանել։ Հա, ասում եմ, այսինքն, ասում եմ, դե ոնց որ Deep Purple-ը պետքա ոնց որ համերգից առաջ ինչ-որ բան ուտի ու մենք չենք հասցնում պիցա գնենք, կարաս դու գալիս ես, չէ, ճանապարհին ես, կարաս պիցա առնես, ասում եմ, հələ մի վարքյան, անջատում եմ հեռախոսը, գնում եմ պապայի կոնյակից վերցնում եմ, տենց մի 50 գրամ խմում եմ, որ վերա իմաստավորեմ նոր ինձ լսածը, հետ եմ զանգում, ասում եմ, հիմա դուք ուզում եք ասեք, որ Յանգիլը սոված է։ Ու ես պետքա պիցա բերեմ, ու եթե չբերեմ, Յանգիլը սոված է։ Ասում եմ, դե դուրս է գալիս, որ հա։ Ասում եմ, օքեյ, հեսա կզանգեմ։ Գնում եմ մի հատ էլ եմ 50 խմում, զանգում եմ հետ, ասում եմ, որտեղից պիցա բերեմ, ասում եմ, որտեղից ուզում ես։ Օրինակ, չեմ, տաշիր պիցա։ Այն որ օքեյ, լավ, ու տենց ինչ-որ տաքսիով գնում եմ, զանգում եմ նախորդ պիցան պատվիրում եմ, ու այդ պահին ինձ sense միտք է գալիս, որ հələ հոп, ես ունեմ հնարավորություն հիմա backstage մտցնելու ինչ ուզեմ։ Քանի որ պիցա եմ տանում, Յանգիլին հասկանում ես, երբեք այդքան երջանիկ առաքիչ պիցայի կյանքում չէր եղել, ոնց որ ես էի այդ պահին այդ պիցաներով։ Ուրեմն պիցաները վերցնում եմ Կոմիտասի վրայի տաշիր պիցայից, թե ինչ պիցերիայից չեմ հիշում։ Ոչ մի պիցաները վերցնում եմ, կողքը տեսնում եմ խանութ, մտնում եմ, ասում եմ, ես Red Bull ունեմ։ Ու իմ ընկերները այնտեղ են բոլորս մեր ռոք համայնքը սպասում է այդ համերգին։ Ինչա անհրաժեշտ։ Գնում եմ բազմաթիվ շշեր օղի գալիս եմ որ մտցնեմ համալիր ու տենց ինձ անվտանգությունը կանգնացնում է էս ուր բան էս ինչա բան ասում եմ ոնց ինչ է սա Յանգիլանի պիցան է բա ես ասում սա Յանգիլանի արախն է ով տենց իջեր սաղաս 50 այդի բարով խերով տենց ինչ որ ֆանտաստիկ օր էր այսինքն մեր համար այդ ինչ որ տենց երազանքի համերգ էր ուրիշ տենց համերգ Երևանում դե իմ կյանքում եղած ամենամեծ համերգը երբևէ դա միանշանակ System of a Down-ի համերգն է 15 թվի, որովհետև ես շատ համերգներ եմ եղել, բայց այդ համերգի էմոցիաները, այդ համերգի իրանք որ դուրս եկան Holy Mountain-ը սկսեց նվագել, այդ պահին sense պրոստը ես չէի հավատում, որ ես ապրում եմ։ Ինձ մոտ տպավորություն էր, որ ես
դրախտում եմ արդեն, էլի, Այդի ֆանտաստիկ համերգ։ այսինքն էմոցիոնալ առումով այդ 100-ամյակը ցեղասպանության համակարգը, անձրևը, ոնց որ սա սպეციფიկ է, այդպես բան չի կարա տեղի ունենալ, այսինքն մենք պետքա ընդունենք, որ մենք այլևս երբեք այդքան երջանիկ չենք լինելու, ոնց որ այդ համերգի ժամանակ։ Չէ, ես չեմ ուզում այդ փաստացումը։ Ես մի հատ ուրիշ համերգ կար, ուրեմն եթե չեմ էլի տենց այդ 2008-9 թվերն էր ոնց որ եթե չեմ սխալվում, կոնյակի գործարանում Ակյան Էլզին համերգ տվեց։ Փակ ու այն ժամանակ էլի տենց համերգներ չկային։ Ու Ակյան Էլզին է գալի, որը շատ մեծ խումբ է։ Ակյան Էլզին մեր տարածաշրջանի Led Zeppelin-ն է կարելի ասել, իրանք շատ մեծ, իրոք շատ ուժեղ ռոք խումբ են։ Հիմա էլի գալիս է։ Հա, սա 6-րդ Ակյան Էլզի համերգն է, որ ես գնալու եմ, էլ ես շատ Լոնդոնում եմ գնացել, չգիտեմ, Ուկրաինայում եմ գնացել մի քանի անգամ։ Իմը անգամ։ երկրորդն ալնելը։ Շատ ֆանտաստիկ արտիստներ են ու ասենք կոնյակի գործարանում ինչ որ sense էլի ինձ մի հատ մասա էր հավաքվել ու ես տենց դու նայում ես ու ուրախանում ես որ այդ մարդիկ կան Հայաստանում որովհետև դու իրանց չես հանդիպել ու ինչ որ տենց սիրուն հագնված ռոք լսող մարդիկ էին ովքեր տենց կոկտեյլ էին խմում տշում էին Ակյան Էլզի տակ ու իրանք նվագեցին դրուգ երգը Ջիվան Գասպարյանի հետ Ջիվան Գասպարյանը ու Ակյան Էլզին իրար հետ նվագեցին իրանց դրուգը ու էլի տենց գիտես պահա որ դու տենց քո մեջ տենց ինչ որ մի հատ save ես անում մի հատ պապկայի մեջ ես ուղեղումը դնում որ եթե շատ տխրես հանես նայես հիշես որ դու վերապրել ես այդ էմոցիաները Թույնա հա ու դե ես երազում եմ որ համակարգը գա էլի Հայաստան համը որովհետև ես բրազիլացիքին չեմ հասկանում իրանք խիպտի այդ ամեն ինչը տեսնեին ես մենք հարավային Ամերիկայի այդ համերգները հա Բրազիլիա, Արգենտինա, Չիլի, օրդ ինչ գժական համերգներ ա եղել համակարգի Սաղ ինտերնետը է շեյրանում լուրջ սա publication-ները բանը Բրազիլիան вообще ինչ ինչ արեցին 39 երգ են նվագում այսինքն իրենց playlist-ի մեջ մենք օրինակի համար Fairwind-ով համերգներին էս էլի համերգ ունենք ու մենք սովորաբար մի 25-27 երգ ենք նվագում մարդիկ գալի ասում են դուք գիժ եք այսինքն ուրիշ մարդիկով երաժիշտները հա հանդիսատեսը գոհա դե բարդ է 25-27 երգ ու մենք չունենք ընդմիջում մենք նվագում ենք non-stop մենք մի սեթ ենք նվագում ու այդ մի սեթի մեջ պատկերացնում ես դա ոնց որ այդ 400 մետրը 24 ժամ վազես այտենց մի հատ workout է էլ ինքը դառնում այդ ու ինքը դժվար է այսինքն ես ինչ եմ բարբերաբար փորձում սպորտով զբաղվել կամ առողջ ապրելակերպով եմ ապրում որպեսզի կարողանամ ձգեմ դա հələ որ անել բայց այս մարդիկ 39 երգ են երգում լսի 39 երգ ու իրանց երաժշտությունը ահա որ շատ էներգիա է պահանջում Fred Durst-ը դրա համար նիհարեց հիմա օրինակ Limp Bizkit-ի համերգների որ նայում ես ինքը նիհարել հա ինքը վերցրեց պաուզա պարապեց որպեսզի կարողանա շարունակի որովհետև իր երաժշտությունը պահանջում է շնչառությունը գալիս է ֆիզիկական վիճակից գիտես չէ բանը առողջ երկար ապրելու ամենամեծ կանխատեսող բանը մետրիկան VO2 max-ն է, հետի թե դու մի օր ժամանակում ինչքան թթվածին կարա քո օրգանիզմը օգտագործի, հա։ Այդ ինչքան բարձր է, այնքան հավանական է, որ դու ավելի երկար կապես։ Բայց որտե են չափում գնալ։ Բանը ցանկացած սրտաբանականում գնաս չափում են, բանի վրա են, մասկային հագցնում, տեսած կլինես ֆուտբոլիստները։ Ահա, օքեյ։ Այս մասկային հագցնում ու դու սկսում ես վազես բանի վրա, այդ դարոշկի վրա, մինչև տենց սրտիդ աշխատանքը հասցնի մաքսիմում ու տենում են դու այդ ընթացքում քո օրգանիզմի ինչքան թթվածին է կարող օգտագործի։ Ինչքան բարձր է, այնքան ավելի հավանական է, որ դու երկար կապրես։ Ոչ, զգացել ես, չէ՞, բայց որ մենք այս գիտելիքները չունենք ընդհանրապես օրինակ առողջ լինելու մասին գիտելիքները շատ քիչ են Հայաստանում։ Հա, չունենք, բայց ամեն ինչ հասանելի է, հատկապես հիմա, եթե մտքիդ կա, ամեն ինչ կարաս գտնես։ Հենց այդ է, բայց ինքը մեր lifestyle-ի մաս չէ, էլի, երբեք եղել ու չկա էլի հիմա։ Շատ քիչ մարդիկ են հասկանում, որ պետք է check-up-ի գնալ, չգիտեմ ասեմ։ Դանդաղ ինքը գնալով մի 10 տարուց կդառնա այս ամեն ինչը mainstream։ Հա, տենց ես կարծում։ Հա, օրինակ հիմա նկատում եմ, օրինակ ավելի շատ մարդ է սկսում վազի, ավելի շատ մարդ է ջիմ գնում։ Համեմատականի մեջ, բայց մեկը մնում է ինֆլուենսերը խորովածա են Կարեն Գավառ, չգիտեմ, Չէ, փոխվում է, միանշանակ փոխվում է, օրինակ ընկերներից մեկի հետ է խոսում, որ բանը, ֆիթնես տրեյներ է, ասում է Հայաստանում հիմա Հովոյ։ Հա,
Բաբաջի հետ, ասում է ինչքան թազազալ բացվում է, մեկը աշխատում է։ Հա, Որտեվ պահանջարկ կա, այսինքն մարդիկ գնում են ձգտում կա գնան, լավ առողջ մարմին ունենան, բայց մենակ ֆիզիկական այդ բան, մենակ զալը քիչ է։ Դու պետքա կարդիոլ անես, պետքա այդ fitness base ունենաս, որը կառուցվում է այդ զոն 2 պարապմունքներով, այսինքն ցածր սրտի ինտենսիվության երկար պարապմունքներ։ ես կարդիոն եմ սիրում, իմ համար զալը մի քիչ ձանձրալի է, բայց դե պետք է անպայման չի որ ամեն ինչ սիրես կյանքում Չէ, պետքա, միանշանակ պետքա բարձր VO2 max ունենաս, այսինքն օրգանիզմդ կարողանա բավարար քանակությամբ կիսլորոդ օգտագործի ու նաև պետքա ունենաս նորմալ մկանային մասը, որովհետև շատ լսած կլինես, որ ասում են 70 տարեկանում մարդը ընկավ մի քանի ամսից մահացավ։ Հա, Ընկավ ոտը ջարդեց մի քանի ամսից մահացավ։ հա, Ու սա աշխարհում է տենց 70-անց մարդկանց, ովքեր չունեն նորմալ մկանային մասա, մի տեղ ջարդեցին, հաջորդ մի տարվա մեջ իրանց մահանալու ռիսկը շատ արագ բարձրանում է, ինչի որովհետև ինչքան մեծանում ես, այնքան մկանային մասան ավելի արագ ես կորցնում։ Իսկ եթե ընկնում ես ու դու ամիսներ շարունակ մեծ տարիքում չես կարողանում նորմալ շարժվես, всё դու արդեն շանս չունես։ Շատ քիչ է շանսը, որովհետև լրիվ կորցնում ես մկանային մասան։ հա, բայց դու հասկանում ես, չէ՞, որ այս ինֆորմացիան մեր առօրյայում, եթե չպրպտես գտնես, չկա, այսինքն մեր մոտ մեկը ֆետիշացված է ուտող խմողը լավ է, էլի, ես անձամբ ինքս ուտող խմող մարդ եմ հավանաբար, բայց այն մյուս կողմն է պետք է 21-րդ դարի բալանսավորվի։ luxury-ին, Հա, 21-րդ դարի luxury-ին, թանկ սունկեն կամ թանկ ավտոն չի, հա, առողջ մարմինն է, հա, որը դու չես կարա փողով առնես։ հա, Դրա համար պետքա երկարաժամկետ քրտնաջան աշխատանք, հա, որը սիգնալ անում, որ դու ինքդ քո մասին հոգ ես ստանում։ Ես օրինակի համար շատ եմ ներվային անում, սենց ասեմ, հա, այսինքն տխրում եմ այն փաստից, որ ես կարող է ցավոք սրտի առաջնահերթությունների մեջ օրինակ սպորտը իմ մոտ ամենաառաջին կետերում չի, հա, այսինքն նույն երաժշտությունը, երաժշտական գործունեությունը իմ մոտ ավելի առաջ է, քան սպորտը, հա, ու պահա լինում, որ չեմ հասցնում զբաղվել։ Սենս նայ, ինչ քո համար առաջնային է, Հա, կախված է, մի հատ շատ ֆանտաստիկ հա, վերջում արտահայտություն մեկը կա։ անդեից է կախված, էլի, Այդ ֆանտաստիկ արտահայտություն, առողջ մարդ ունի հազարավոր խնդիրներ։ Հիվանդ մարդ ունի մի հատ խնդիր։ հա, Մի հատ խնդիր։ հա, մի հատ ու մեծ ու խորը, Հա։ այո։ Դրա համար եթե դու ուզում ես ամենտեղ երկար պրոդուկտիվ լինես, դու պետք է առաջնային քո առողջության մասին հոգ տանես։ Ասում եմ, հիշի, որ քո վաղվա բժիշկը այսօր ChatGPT-ով է սովորում համալսարանում։ Հա։ Ու գնա վազի։ Ես շատ եմ հարգում այդ մասնագիտությունը, բայց մի քիչ այդ որ գնում ես ու ինչ շատ ջահել բժիշկներ են կամ օրինակ շատ ջահել ոստիկաններ, բան ինչ որ միշտ ոստիկանը մեծ է եղել, չէ՞, ձյաձե միլիցիան եղել։ Բայց հիմա ոստիկանները մեզնից արդեն ջահել են, որովհետև մենք ենք ձյաձ։ Հա, հասկանա, ես չեմ կարող տեղավորվեմ դրա մեջ, չգիտեմ ինչ անեմ այդ մտքի հետ, բայց շատ ճիշտ ես ասում, էլի, օրինակ ես դրա համար միշտ փորձում եմ, եթե նույնիսկ չեմ հասցնում սպորտով օրինակի համար ինչ որ պերիոդ կարա լինի, ես գործուղումների լինեմ, չհասցնեմ զբաղվել, ես փորձում եմ գոնե իմ ապրելակերպը բերեմ ինչ որ մի հատ բալանսի, որի ընթացքում ես չեմ ուտի, խմի կամ այնց ապրի, որ ինչից ես կարամ, չգիտեմ, քաշ հավաքեմ կամ ուրիշ, բայց հետո հենց գտնում եմ ժամանակ, փորձում եմ միանշանակ, ասենք, չգիտեմ, օրինակ իմ մոտ լինում են ամիսներով, ես կարող եմ ամեն օր այդ կարդիոյի մեջ լինեմ ու շատ ինձ լավ եմ զգում դրանից, անկեղծ սպորտից, երբ որ սպորտ ճակերտավոր արի անվանենք դա ինչ որ ֆիզիկական ակտիվությունից, հա, բավարար ֆիզիկական ակտիվությունից իմ ինքնազգացողությունը շատ ուժեղ բարձրանում է եւ իմ արտադրողականությունը, այսինքն ես ավելի լավ եմ, ավելի էֆեկտիվ եմ բոլոր ոլորտներում, բոլոր առումներում ես ավելի լավ եմ քնում, ավելի լավ եմ արթնանում, ավելի էֆեկտիվ եմ գործտեղը փորձատեղում, ստուդիայում, տանը եւ այլն, էլի։ Ու այդ իրականում հենց դրա մասին է խոսքը, մենք անընդհատ հաջողություն ենք փնտրում, վազում ենք հաջողության հետևից, հաջողություն։ Բժշկական հաջողությունը լավագույն դեպքում էլի մարդիկ ավելի դա պրիմիտիվացնում են, կարաչան փողի հետևից են վազում, օրինակ, հա, պայմանական, բայց այսօրվա luxury-ն ներդաշնակությունն է ինքդ քո հետ։ Այսինքն
դու ինչու ես ներդաշնակ, ես ներդաշնակ եմ, եթե չգիտեմ 2 ամիսը մեկ երգ եմ գրում, ձայնագրում, հա, ինչ որ ռելիզ եմ անում, այդ ընթացքում հասցնում եմ զբաղվել իմ աշխատանքով, իմ ընտանիքով, իմ ընկերներին տեսնել եւ ինչ որ ֆիզիկական ակտիվություն ունենալ, որի արդյունքում ես հասկանում եմ, որ ես ինձ չեմ ծերացնում, որովհետեւ իտոգում ամենավախենալուն հենց այդ 70-ն է, ու այդ 70-ը հայերի մեծ մասի մոտ մենթալ առումով 40-ում գալիս է, հասկանում ես։ Մենք մեզ հնացնում ենք եւ բան ենք անում, էլի, փոքրանում ու չարանում ենք, էլի, այդ դա չունենալուց։ Նա ես ազնիվ ասեմ, ես ուզում եմ երկար ապրեմ, ու ես ուզում եմ լավ ապրեմ։ Իսկ ով չի ուզում երկար ապրել։ Չէ, բայց երկար ապրելու համար դու պետք է առողջ լինես։ Նա ես 70-ում ուզում եմ մարաթոն վազեմ։ 80-ում, իսկ որտե՞ի մարաթոնը։ Դե չգիտեմ։ Բանաձորի։ Բոստոն կգնամ, վերջապես բան կլինեմ, Բոստոն qualify կլինեմ, կգնամ Բոստոն կվազեմ։ Մինչև 80 տարի չես լինելու Բոստոն, ինչ։ Այս արագությամբ որ ես վազում եմ, մենակ 70 տարեկան կարամ qualify լինեմ։ Խնդրում եմ, ես Հռոմում ֆուտբոլ էի նայում, դու նույն ընթացքում Միլանում մարաթոն էիր վազում։ Հա, բայց շատ կայֆ էր։ Հա, ու դու 8 ամսվա ընթացքում 8 րոպե վազելուց հետո, չեմ 35 կիլոմետր ես վազել, չէ՞, ասացիր, այսինքն դա մեծ achievement է։ Դա խոսում է նրա մասին, որ դու քո առաջ նպատակ ես դնում, Ահա, բայց այդ խոսում է նրա մասին, որ ցանկացած մարդ կարող է դա անի։ Ցանկացած մարդ։ Ես հավատում եմ, որ ցանկության դեպքում ամեն ինչ աշխարհում հնարավոր է։ Իրականում տենց է։ Դու եթե շատ հավատաս, դու եթե ինքդ հավատաս, ոչ թե պրոստը ապացուցել ուզես, այլ դու հավատաս դրան։ Դե որ հավատում ես, անում ես, բայց մենակ պրոստը տենց նստել հավատալն է քիչ։ Պետք է անես։ Հենց այդ է, չէ, հավատաս ու ունենաս քո պլան, հասկանաս ինչ ես դրա համար անում։ Այսինքն, նայ, մարդիկ սովորաբար ինչ են անում։ Մարդիկ լյուբոյ գաղափարի շուրջ դնում են ինչ որ դրական եւ բացական էմոցիաներ։ Սովորաբար գաղափարը դա մեծ ոնց որ ուղենիշ է քո համար, պատկերացա մայակ ես դնում ու քայլում ես դեպի այդ մայակը։ Իսկ մարդիկ ինչ են անում։ Մարդիկ ուզում են ինչ որ բան անեն, ինչ որ բանի համար կամ ինչ որ բանի դեմ։ Բայց մեկ-մեկ դա շատ ավելի մեծ է, քան դեմն ու հանունը, էլի, այսինքն մեկ-մեկ դա ինչ որ մի հատ գիժ միտք է, որին դու ինքդ չես հավատացել, մեկ էլ ասում ես հələ սպասի, բայց խի չէ որ։ Արի փորձեմ։ Ու ես վստահ եմ, որ եթե դու ունես իրական ցանկություն, ունենաս իրական vision, դու դա կանես։ Դու դա կանես, որով Դե դա պետք է չվախենալ փորձելուց, օրինակ շատերը NPC-ին գիտես ինչ է։ Չէ։ Non-playable character։ Okay։ Խաղերի մեջ, օրինակ, չգիտեմ, GTA-ս խաղան, որ գնում ես մի հատ զենքի խանութ, ինչ որ խանութի այդ աշխատող, էլի, դա NPC-է, ասինքն խաղի երկրորդական կերպարա, որը ինչ որ սկրիպտ ունի գրած, որ դու այդ սկրիպտի մեջ պետք է լինես, էլի։ Ու շատ մարդիկ կան, իրանց կյանքը նման է այդ NPC կյանքին, հա։ Հա, հորինել են։ Ինչ որ սկրիպտ ա, այդ սկրիպտով ապրում ես, բայց ամեն ինչ կարող մի քիչ ավելի լայն ու հետաքրքիր լինի։ Ամեն մեկս է մեր բանը ունենք, ճոգում ես սկրիպտը, բայց միանշանակ, տես պետք է դա գիտակցես, որ դու անընդհատ նույն բանն ես անում ու ուզում ես ինչ որ մի բան փոխես, բայց եթե նույն բանն ես անում, ոնց պետք է փոխվի։ Ես լրիվ քո հետ համաձայն եմ, բայց գիտես ինչն է խանգարում։ Խանգարումը այն, որ մենք ինքներս ենք էլ այդ սահմանները գծում։ Մարդը ասում է, ախպեր, ես գործ եմ անում, չեմ հասցնում, չգիտեմ, սրանով զբաղվում։ Օրինակ, ինձ մարդիկ կան, որոնք ասում են, հարցնում են, ոնց ես դու հասցնում համաշխատես, չգիտեմ, ընտանիքը, երաժշտությունը եւ այլն, բայց դու հեշտությամբ կապում ես քո աշխատանքը եւ քո passion-ը, գիրքը, այսինքն քո սերը, քո հոբին, հա? Մեր try club-ի հիմնադիրներից մեկին Վահագին իմ մոտ գտած եղել է ոդքասթում։ Ասեցի Վահագ, ոնց ես հասցնում այդքան շատ պարապում կանես։ Ասա շատ ամենից պարզ է, վատ եմ աշխատում։ Իմ մոտ մի քիչ այլ է, ես օրինակի համար բիզնեսին, օրինակ պատկերացրա, ես չեմ մյուզիկ եմ չէ սիրում, երաժշտություն եմ սիրում, օրինակ իմ համար բիզնեսը էդի չեմ պերֆորմանսը կամ համերգա, որ դիցուկա, բրենդը դա storytelling-ը, դա երգն է։ Իսկ չգիտեմ, ռազմավարությունը, այսինքն ոնց ես դու ուզում քո բիզնեսը զարգացնես, դա ռիթմն է։ Ու ամենակարևորը, որ դու քո ռազմավարությունը դա կլինի քո բիզնեսի մեջ, թե կլինի քո հոբիի մեջ, ինքը ռիթմ ունենա, որտեղ ռիթմը չափ է ենթադրում եւ չափը ենթադրում է դիսցիպլինա։ Ուստեղ շատ կարևոր է, որ մենք հասկանանք, դու կզբաղվես, կվազես
հեծանիվ կքշես, երաժշտություն կգրես, կոֆե կսարքես շատ լավ եւ այլ ինչ որ անես, որ դրա տակը լինի ռիթմ։ Որտեվ եթե կա չափ, ուրեմն կա իրարից իրար հետևից եկող ինչ որ բան տեղի ունեցող, ինչ որ երևույթ կա, որ տեղի ունենում, հա, ինչ որ բարբերականորեն։ Եվ դրա արդյունքում իրականում ստեղծվում են հիանալի բիզնեսներ, պերֆորմանսներ, storytelling-ներ, բրենդեր եւ այլն եւ այլն։ Այսինքն դու պետքա կարողանաս դրանք իրար կապես, երբ որ դու դա միահյուսեցիր, միանշանակ այդ պահից սկսած սաղ ավելի հաճելի է, սաղ ավելի ֆանքի է դառնում քո կյանքում։ Աստված։ Իսկ քեզ ի՞նչն է ոգևոր։ Ինչ մեծ դժբախտ overachieving-ից ենք խոսում, հա, հաջորդ նախագիծը, հաջորդ գործը, որը չգիտեմ ոնց եմ հասցնելու, բայց հաստատ կհասցնեմ ու լավ կլինի։ Ես գող կմնամ։ Դե կարող է դա։ Այո։ Իսկ քեզ։ Ինձ ի՞նչն է ոգևորը։ Ոյ, ես իմ տարբեր բաներ։ Շատ տարբեր բաներ։ Մարդիկ, չգիտեմ, տղես, երաժշտությունը, ոդքասթը, մի հատ լավ բան որ անում ես ու մարդիկ ֆիդբեք են տալի, որ չգիտեմ, կարող է դες անտերավ նստած լինեմ կամ քայլելուց լինեմ փողոցում մի հատ մարդ մատեն, ասի, գիտես ինչ քո ոդքասթը ինձ կյանքս փոխել, ասում եմ ոնց, ասում եմ, չգիտեմ, մի հատ գիրք եմ լսել, կարդացել եմ ու սկսել եմ փոխվեմ, կամ սկսել եմ վազեմ, կամ սկսել եմ էս անեմ ու դա դրականին վրա ազդեցություն ունեց, ահա որ ոգևորում է ու ոնց որ զգում ես, որ այդ պրոստը նստել խոսալ, չէ՞, ինչ որ մարդկանց վրա ինքը կարա դրական ազդեցություն ունի։ Մեկը ինչ որ նոր գիրք կհայտնաբերի, մեկը ինչ որ սպորտ կհայտնաբերի, մեկը նոր խումբ կլսի, մեկը նոր մարդու կհայտնաբերի, մեկը կհավատա, որ լիքը մարդ կա, որ ինքնուրույն կարողանում է այս միջավայրում արժեք ստեղծի, մեկը զգում է, որ ինքը մենակ չի, որովհետև իր նման մարդիկ այսօր նստած խոսում են։ Չգիտեմ, շատ տարբեր պատճառներ կա ու այդ ամեն ինչը շատ ոգևորում է։ Այդ ինչ որ քեզ ոգևորում է, բացի այն հաջորդ նախագծից, այդսաղ ինձ էլ է ոգևորում։ Ու հա, նաև հաջորդ նախագիծը միանշանակ։ Ու մեկ դու այդ ամեն ինչին նաև նայում ես որպես մեծ պրոյեկտներ, չէ՞, կյանքի պրոյեկտ, ընտանիքն էլ է մեծ պրոյեկտ օրինակի համար։ Ամեն ինչը ինչ որ մեծ պրոյեկտ է, էլի, տարբեր կարևորության իհարկե։ Ու այո, պետք է կարողանալ ոգևորություն գտնել, պետք է կարողանալ ամենափոքր բաների մեջ սիրունը տեսնել, էլի, ինձ թվում է մենք իրոք կորցնում ենք այդ ունակությունը սիրունը տեսնելու, իսկ գեղեցիկը ամենտեղ է, էլի, ամենտեղ գեղեցիկ կա, մնում է դա կարդալ, մարդկանց մեջ, պարզ պրոդուկտներում, չգիտեմ, խոսքի մեջ, երգի մեջ, ֆիլմի մեջ, փողոցում, պետք է կարողանալ այդ գեղեցկությունը տեսնել, գնահատել, դարձնել դա քո առօրյայի մաս ու երբ որ գեղեցկությունը դառնում է քո առօրյայի մաս, դու ոգևորված ես։ Այո։